նստեք։ Փակեք դուռը։ Դատականիստը հայտարարում բացված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում տրմբած դատականիստում քննության է ենթակա թիվ ՀԿԴ 03320125 քրեական գործընթաց մեղադրանքի Վախթանգ Ղուկասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին, երկրորդ և երրորդ կետերով և նույն օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատականիստը նախագահում է դատավոր Լևոն Պետրոսյանը, դատականիստերի քարտուղարն է Բարեգամ Սրբանյանը։ Դատականիստերի քարտուղարին խնդրում զեկուցել ովքեր են ներկայացել դատականիստին, ինչպես նաև բացակայող անձանց չներկայանալու պատճառները։ Դատարան նախնական դատալուծության օրգանական դատականիստին ներկայացել է գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում իր դատական վարույթի օրինականության հաշվման փոխանցման վարչության պետի տեղակալ Գորիկ Խովակյանը, դատականիստերի դահլիճում են գտնվում պաշտպաններ Զարուհի Խոստանջյանը, Հովհաննես Հարակեշյանը, Արամայիս Հայրապետյանը, ներկայացվել է մեղադրյալ Վախթանգ Ղուկասյանը։ Պաշտպան Ադնոն Վարդյանը չի ներկայացել, սակայն վերջինիս դատարանի աշխատակազմը 2025 թվականի դեկտեմբերի 16-ին զրույցում է ստացել։ Դատականիստերի դահլիճում են գտնվում նաև հրապարակ տեղեկատվական կայքի լրագրող Աննա Պապիկյանը, Առավոտ տեղեկատվական կայքից Աշոտ Հակոբյանը, Ազատություն ռադիոկայանից Նաիրա Բուրհադարյանը, Իրավաբան.net տեղեկատվական կայքից Վարդան Մանուչարյանը, News.am տեղեկատվական կայքից Նարեկ Խաչատրյանը, ինչպես նաև 24 News.am տեղեկատվական կայքի Մերի Մանուկյանը։ Լրագրողների հավաստագրում ներկայացնում։ Զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, դատավարության մասնակիցների ինքնությունը ճշտելուց հետո անցում կկատարվի ձեր ակնկալած գործողությունների իրականացմանը և թույլատրելիությանը։ Հարգելի պաշտպան, խնդիր կա շարունակել եք կապ։ Ոչ, argument-ը շոշում է ճշտելու։ Հենց այդ ձեր հարցի վերաբերյալ։ Խնդրեմ, հարգելի հանրային մեղադրող, ներկայացեք, դատարան ներկայացրեք ձեր իրավասությունը հավաստագրել։ Պատվաժան դատարան հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում իր դատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալը ձեր թույլությամբ ձեզ փոխանցել վկայականը, որով հաստատվում է կոմիսիոն նշված հանգամանքը։ Ներկայացնենք պատվաժան դատարան, որ սուբյեկտական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է իմ կողմից և ինքս ներկայացել եմ որպես հանրային մեղադրող։ Ձեր թույլտվությամբ տեղեկացնեմ նաև մեկ այլ հանգամանք, որը նույնպես վերաբերում է հանրային մեղադրողին, սույն մեղադրանքի պաշտպանությանը լիազորված է նաև մեկ այլ դատախազ, ով ուղղակի այս պայմանությամբ նույն դատարանում մասնակցում է այլ դատականիստի և հնարավոր է, որ ձեր թույլտվությամբ ընթացքում միանա։ Շնորհակալություն, կա համապատասխան հանձնարարությունը մյուս դատախազի Երբ որ մյուս հանրային մեղադրողը դատախազ է ներկայանում, մենք պարտադիր կերպով դատաստան ներկայացնենք։ Շնորհակալություն, նստեք, դատարանին ներկայացվեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից տրված թիվ 306 վկայականի լուսանկարը, որի համաձայն Գորիկ Սեյրանին Հովակիմյանը հանդիսանում է գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալ։ Հարգելի պաշտպանության կողմ ծանոթանալու անհրաժեշտություն տեսնում եք։ Ոչ։ Ներկայացված լուսանկարը գծվում է վարույթի նյութերին։ Խնդրեմ, հարգելի պաշտպաններ, ներկայացեք։ Հովհաննես Հարակեշյան, արձանագիր 22-3, սունխորձում ներկայացնում Արտան Լեսանիշյանից։ Արտան է ներկայացնում Վարդանի Հովհաննես։ Դատարան ներկայացվեց փաստաբանների պալատի թիվ 2273 վկայականը, որի համաձայն Հովհաննես Հարակեշյանը հանդիսանում է փաստաբանների պալատի փաստաբան։ Վերադարձվում է, պարոն Հարակեշյան, դուք նախաքննության ուղղից եք ներկայացել։ Այո։ Փաստաբանների պալատի փաստաբան Արամայիս Հայրապետյանը արտոնագիր երկրորդ 1040 դերևս նախաքննության ընթացքում ներկայացան որպես Վախթանգ Ղուկասյանի շահույթ։ Դատարան ներկայացվեց փաստաբանների պալատի թիվ 1040 վկայականը, որի համաձայն Արամայիս Հայրապետյանը հանդիսանում է փաստաբանների պալատի փաստաբան։ Վերադարձվում է Պատվաժան դատարան, իմ արտունակին ծանոթացեք, արտունակի
Դուք ևս նախաքննությամբ ցույց եք ներգրաված։ Այո։ Դատան ներկայացվեց փաստաբանական գործունեության թիվ 30 արտոնագիրը, որի համաձայն Զարուհի Պոստանջյանը հանդիսանում է փաստաբանների պալատի փաստաբան։ Վերադարձվում է Մեղադրյալ, կանգնեք, ներկայացեք։ Վարդան Կոլյայի Ղուկասյան, Երբ եւ որտեղ եք ծնվել։ 1961 թվական Լենինական Մայակովսկի փողոց 39 բնակարան։ Հունվարի 20։ Այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացի ազգությամբ հայ, այո, Զդայրում, կրթությունը ձեր, բարձրակույն, ընտանեկան կարգավիճակը, 4 երեխա ունեմ, 9 թոռ։ ձեր խնամքին անձ ունեք, Այո, նախկինում դատապարտված եղել եք, ոչ, ինչի։ Հա, պատկամավոր։ Հնարավորություն տվեք։ Սաշիկը ոչինչ բանալի մանության դուրս արեք երեքուքի պրոստանց։ Պողոջան դուրս արի ոչ։ Արա։ լավ դուրը փակեք միստերի դահլիճի, տեղ չկա այդպես։ Ինչ հարցեր կա։ Զբաղեցրել եք, ինչ պաշտոն եք զբաղեցրել։ 6 անգամ Գյումրու քաղաքապետ եմ ընտրվել, 2 անգամ ազգային ժողովի պատգամավոր, հերիք չէ մնացած է չարժի ասել։ Իսկ նախքան խափանմիջոցի ընտրությունը որտեղ եք հաշվառված եւ փաստացի բնակվել, Մայակովսկի 39 քաղաք Գյումրի։ շնորհակալություն, մեղադրական եզրակացությունը ստացել եք, Այո, նստեք։ Դատարանն արձանագրում է, որ 16 դեկտեմբերի 2025 թվականին դատարան է ստացվել մեղադրյալ Վարդան Ղուկասյանի փաստաբան Արնոլդ Վարդանյանի գրությունը, որի համաձայն վերջինս նշել է հետևյալը. Հիմք ընդունելով քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածը, խնդրում եմ ինձ ազատել թիվ ՀԿՏ 0032-0125 քրեական գործով, որպես մեղադրյալ Վարդան Ղուկասյանի պաշտպան մասնակցելուց հիմք ընդունելով վստահել ձեր բերված համաձայնությունը, կանխավ շնորհակալություն, հարգանքով Արնոլդ Վարդանյան, առկա է ստորագրությունը։ Այ հարգելի մեղադրյալ, ինչ դիրքորոշում ունեք բարձրաձայնված հարցի հետ կապված։ դրական, Ոտքի կանգնեք, դրական։ այսինքն համաձայնության փոխադարձ համաձայնությամբ դատարանցել է։ Միևնույն ժամանակ, ինչպես նշեց դատարանը, քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն դատական նիստի տեսաձայնագրումը, լուսանկարումը, հեռարձակումը կարող է իրականացվել ձեր համաձայնությամբ։ Համաձայն եմ։ Համաձայն եք։ Այո։ Շնորհակալություն նստեք։ Ցանկացած լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, դատարանը թույլատրում է ձեզ իրականացրել տեսագրում, տեսաձայնագրում, լուսանկարում եւ հեռարձակում։ Հարգելի պաշտպանության կողմ մեղադրական եզրակացության եւ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի համապատասխանության առնչությամբ դիտարկումներ ունեք։ Շնորհակալություն, դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակիցներին ուղարկվել է սյունքրական գործով արժի ստանձնելու եւ նախնական դատալություններ նշանակելու մասին որոշման օրինակները, դրանք գցելով նաեւ համապատասխան անձանց իրավունքների եւ պարտականությունների սահմանված ձևի հուշաթերթ։ Հարգելի հանրային մեղադրող, ստացվել է ձեր։ Այո, պաշտպանական դատարան ստացել է։ Շնորհակալություն, հարգելի պաշտպանության կողմ ստացել եք։ Այդ հարգելի մեղադրյալ, երբ որ դատարան ձեզ է դիմում, խնդրում եմ ոտքի կանգնել, եթե կան ոտքի կանգնելուն խոչընդոտող առողջական խնդիրներ, կարող եք բարձրաձայնել, դատարանը կքննարկի նստած պատասխանելու հնարավորությունը։ Չէ, կանգնենք։ Շնորհակալություն։
Թեև ձեր իրավունքներն ու շահերը պաշտպանում են պրոֆեսիոնալ իրավաբաններ, համոզված եմ նաև նախաքննության ընթացքում վարույթ իրականացնող մարմնի կողմից ձեր իրավունքներն ու պարտականությունները պարզաբանվել են։ Այնուամենայնիվ դատավարական ընթացակարգերի պահպանման նկատառմամբ դատարանը հարցադրումը հնչեցնում է ձեզ, ձեր իրավունքներն ու պարտականությունները պարզ են տեսնում։ Լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն տեսնում եք։ Շնորհակալություն, նստեք։ Դատարանն արձանագրում է, որ անցում է կատարում քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածով նախատեսված նախնական դատալսումներում քննարկման ենթակա հարցերի քննությանը։ Առաջին հարցը վերաբերում է նախագահ դատավորի, ինչպես նաև նիստերի քարտուղարի, հանրային մեղադրողի և պաշտպանների սույն վարույթին մասնակցելուն խոչընդոտող հանգամանքների առկայության և համապատասխան միջնորդությունների ներկայացմանն ու գնահատմանը։ Ինչպես նշվեց դատական նիստի սկզբում, դատական նիստը նախագահում է դատավոր Լևոն Պետրոսյանը, դատավորության մասնակիցները կարող են բացարկի միջնորդություն ներկայացնել, ընդ որում բացարկի հիմքերը նախատեսվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20 մանրական օրենքի 71-րդ և քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածներով։ Հարգելի հանրային մեղադրող, միջնորդության հիմքերի պարզաբանման անհրաժեշտություն տեսնում եք։ Ոչ բաժան դատարան։ Համապատասխան միջնորդություններ կան։ Այդպիսի միջնորդություն չունեմ։ Շնորհակալություն, նստեք։ Հարգելի պաշտպանության կողմ դուք Հիմքերը մեզ հայտնի են, այս բանը այդպիսի հիմքեր չկան, բացառկային։ Շնորհակալություն, մյուս պաշտպանները Չկա։ Հարգելի մեղադրյալ, որևէ խնդիր տեսնում եք, որ ձեր վերաբերյալ գործը քննության առնվի սույն դատարանի կողմից։ Ոչ, չեմ տեսնում։ Շնորհակալություն։ Ինչպես նշվեց դատական նիստերի քարտուղարի հանդիսանում Բարեղամ Ստեփանյանը, դատավորության մասնակիցները կարող են բացարկի միջնորդություն ներկայացնել, ընդ որում բացարկի հիմքերը նախատեսվում են քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածով։ Հարգելի հանրային մեղադրող, նիստերի քարտուղարին բացարկի միջնորդություններ ունեք։ Ոչ բաժան դատարան։ Հարգելի պաշտպանության կողմ նիստերի քարտուղարի առաջնությունը։ Շնորհակալություն, նստեք։ Դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Գորիկ Հովակիմյանը։ Հարգելի պաշտպանության կողմ հանրային մեղադրողի սույն վարույթի մասնակցությունը բացառող հանգամանքները ձեզ հայտնի են։ Ոչ։ Ոչ հայտնի։ Ոչ։ Շնորհակալություն։ Ենթադրաբար կիսում եք ձեր պաշտպանների դիրքը։ Ինչպես նշվեց, սույն քրեական գործով որպես պաշտպաններ ներկայացել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբաններ Զարուհի Փոստանջյանը, Հովհաննես Ղարաքեշիշյանը, Արամայիս Հայրապետյանը։ Հարգելի հանրային մեղադրող, պաշտպանների մասնակցությունը սույն վարույթին բացառող հանգամանքները ձեզ հայտնի են։ Այդպիսի հանգամանքներ ինձ հայտնի չեն բաժան դատարան։ Շնորհակալություն, նստեք։ Դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով ինքնաբացարկայնելու որևէ հիմք առկա չէ, ուստի ամփոփելով քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հարցերը, դատարանն անցում է կատարում քրեական դատավարության օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված սույն քրեական գործի ինդատության հարցի քննարկմանը։ Հաշվի առնելով, որ սույն քրեական գործով մեղադրյալին վերագրվում են կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, դատարանն արձանագրում է, որ ըստ էության սույն քրեական գործի ինդատության առնչությամբ որևէ դիտարկում չունի, հաշվի առնելով, որ հարգելի հանրային մեղադրողն է հաստատել մեղադրական եզրակացությունը եւ սույն քրեական գործը ուղղորդել սույն դատարան, հարցը առավելապես հնչեցում է պաշտպանության կողմին, այդ տարբերվող դիտարկումներ առկա են։ Իմ կնտալության հետ կապված քեզ չունենք բաժան։ Շնորհակալություն։ Դատարանն արձանագրում է, որ անցում է կատարում քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդում դադարեցնելու եւ քրեական վարույթը կարճելու միջնորդությունների հնարավոր միջնորդությունների ներկայացման ու քննարկմանը։ Նախքան համապատասխան հարցադրման հնչեցումը դատարանն արձանագրում է, որ նախնական դատալսումների փուլում համանման միջնորդություններ ներկայացնելիս դատավարության մասնակիցները պետք է ղեկավարվեն քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի 3-ից 14-րդ կետերով նախատեսված որևէ հիմքով, ընդ որում նկատի ունենալով, որ նախնական դատալսումների փուլում նման միջնորդություն ներկայացնելու դեպքում ապացույցների հետազոտում չի իրականացվելու։ Հաշվի առնելով, որ միջնորդության հիմնական հասցեատերը պաշտպանության կողմն է, հարցադրումը հնչեցնում է պաշտպանության կողմում։ Հարգելի պաշտպաններ, կան միջնորդություններ սույն հոդվածի շրջանակներում։ Ապօրինական այնքանով, որքանով մենք հասել ենք վարույթի նյութերին ծանոթանալ, որի մասին մենք նաև դեռևս հակրության ավարտին ենք բարձրացրել, որ հատկապես կանխալսումների ծավալը ու չի տալիս ամբողջությամբ ծանոթանալ
վարույթի նյութերում այս ժամանակահատվածում, այնքանով որքանով ծանոթացել ենք իրական դաշտավարության նվազեցի 12-րդ հոդվածի առաջին մասի 3-ից 14-րդ կետերով նախատեսված ինքես որևէ մեկով այս բանի նման միջնորդություն Շնորհակալություն, տարբերվող դիրքորոշումներ կան։ Կարգինի բادرժանդական ըստ էության, քանի որ ամբողջական ծավալը նաև դուք պատկերացնում եք ծավալը, մոտավորապես 120 գիգաբայթ ծավալ նաև հատոր, նաև աշխատանքության ընթացքում նստվել է շատ կարճ ժամանակ, եւ այս ընթացքում ամբողջ ծավալով ծանոթ չեն կողմերին, ուստի այս հարցի վերաբերյալ Խնդրեմ, այս բանի ընտրությամբ այն կամ չափով որ ծանոթացել են չունեն նման միջնորդություն, սակայն ինչպես արդեն նշեցի, ամբողջ ծավալով չեն ծանոթացել, ուստի այս հարցի վերաբերյալ կարծում եմ, որ առհասարակ խափամիջոցի քննարկելուց մենք պետք է միջնորդեինք, որ սույն տարեկան քննությունը հետաձգվեր։ Բացառապես այդ բանը կարծում եմ կարող ենք անցնել այս մյուս փուլին, այսինքն երրորդ հարցի քննարկմանը, որից հետո մենք այդ միջնորդությամբ պետք է հանդես գանք։ Շնորհակալություն։ Խառնանդակարան հաշվի առնելով, որ այս գործը ունի ընդգծված քաղաքական բնույթ, ես ուղղակի անում հայտարարություն առաջին իսկ օրվանից, այսինքն այս գործի, այսպես ասած, կյանքի տալուն, ծննդաբերելու օրվանից մենք ծանոթացել ենք մի զեկույցի, որը կազմվել է հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ լիազոր ինչ-որ մի անձի կողմից, որի անունն է Անուշաբան Աղաջանյան, եւ այս Անուշաբան Աղաջանյանի այդ զեկույցը չէր հիմնվում որևիցե մի փաստական տվյալի իրականացույցի վրա, որ անհրաժեշտ է պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացնել օպերատիվ հետախուզական համալիր միջոցառումներ, եւ դրանից հետո սկսվում է ամբողջ գործընթացը, ամբողջ ոչ իրավաչափ, անօրինական գործընթացը, եւ որի հետևանքով պարոն Ղուկասյանին եւ նրա հետ շփում ունեցող բոլոր անձանց, այդ թվում նաեւ ընտանիքի անդամներին, շուրջ 6 ամիս գաղտնալսում են, դիտում են, ներքին դիտում են անցկացնում, արտաքին դիտում են անցկացնում եւ այս ամենը չունենալով որևիցե նաեւ հիմքեր, հետագայում, քանի որ տեղի է ունենում նաեւ քաղաքական հայտարարություն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից նախաձեռնվում է այս քրեական վարույթը։ Մենք հակված էինք, որ առաջի հերթին պետք է լուծում ստանար պարոն Ղուկասյանի խափանամիջոցի հարցը, հետո մենք անդրադառնայինք այս հարցին։ Այս հարցին մենք անդրադառնալու ենք, բայց այս պահին ամենաարդիականը եւ պահանջվածը պարոն Ղուկասյանի խափանամիջոցի հարցն է, որը թույլ է տալիս օրենսդիրը առաջնահերթ քննարկել այդ հարցը, այսինքն խափանամիջոցի հարցը, հետո նրա անդրադարձ կատարել այս հարցին արդյոք կան հիմքեր ընդհանրապես դադարեցնելու քրեական հետապնդումը եւ վերակարգելու այս գործը։ Շնորհակալություն, Հակելի Տիկին Փոստանջյան, դեպի կարող եք նստել։ Դատարանն արձանագրում է, որ եթե վարույթի նյութերին ծանոթանալուց հետո հնարավորություն չեք ունեցել, այսպես ասած, իրացնել ձեր կողմից վկայակոչված այդ ձայնագրությունների թույլատրող դատարանների որոշումների իրավաչափությունը վերադասացիաներում, դատարանն արձանագրում է, որ հիմնական դատալսումների փուլում համապատասխան ընթացակարգի շրջանակներում զրկված չեք լինելու համապատասխան միջնորդությունների ներկայացման հնարավորությունից, դատարանն էլ որևէ կերպ կաշկանդված չի լինելու գնահատել ձեր կողմից ներկայացված միջնորդությունը։ Դատարանն արձանագրում է, որ անցում է ասեք։ Պատվարժան դատարան, ես կարող եմ մի բան ասել, որ 2007 թվականի մահափորձից հետո, ուրեմն մենք ես անձամբ եւ իմ ընտանիքը ենթարկվում են նմանատիպ բռնումների եւ նայում եք, որ ասենք իմ տղայիս հետ կապված մի քանի անգամ ուրեմն բանդարկել են, հետո դրանից հետո պահել են 6 ամիս, 5 ամիս, 7 ամիս, հետո փաստերի հետ կապված արտարացրել են, ինձ հետ կապված մոտավորապես մի 100-ավոր գործեր են ստեղծել եւ վերջը, որ եկանք հասանք այս վերջին ընտրությունները, դրանից առաջ մի քանի տասնյակ մարդիկ այդ կառույցներից ուրեմն ասում են, որ քեզ չեն թողնելու, որ դուք աշխատեք, բռնումներ, մասկեկով հարցակվել, գետին պարկեցնել, եւ այս վերջի անգամ էլ, երբ որ ես ուզում էի, որ 4.85 միլիարդ դրամ քաղաքից հավաքում են եւ 4 միլիարդ դոտացիա տալիս են Գյումրի քաղաքապետարանին, դադի պիտի տանք մնացել էր 1 շաբաթ, ուրեմն դրանից առաջ այս շոուն կազմակերպվեց եւ այս ամեն ինչը քաղաքական պատվեր է եւ ուղղակի մի բան եմ ուզում ասել։ Այն
քննիչները, այն դատախազները, ովքեր օրենքից դուրս, զանգով, հանկարծ, ուրեմն գործունեություն են ծավալելու, պատգամավորներն այստեղ են եւ հանրությունն էլ լսում է, ուրեմն մինչև վերջ պատասխան են տալու, ինչ կանել ուզում է, այս կառավարությունը փոփոխվի, չփոփոխվի, անպայման մինչև վերջ պատասխան են տալու։ Շնորհակալություն, այսքան։ Դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի շրջանակներում որևէ միջնորդություն չներկայացվեց, ուստի անցում է կատարում քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված մեղադրյալ նկատմամբ կիրառված խափան միջոցի դրա փոփոխման հնարավոր միջնորդությունների ներկայացմանն ու քննարկմանը։ Հարգելի հանրային մեղադրող, խնդրում եմ նշել ինչպիսի խափան միջոց է կիրառված մեղադրյալի նկատմամբ եւ արդյոք փոփոխման կամ վերացման կամ երկարաձգման առնչությամբ ինչ դիտարկումներ ունեք։ Շնորհակալություն պատվարժան դատարան, Ներողություն, նախքան ձեր դիրքորոշումը լսել է, դատարանն արձանագրում է, որ այսօր առավոտյան դատարան է ստացվել պաշտպան Փոստանջյանի կողմից ներկայացված միջնորդություններ, դատարանը նշում է, որ միջնորդություն Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու եւ Վարդան Ղուկասյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ կալանքի համապատասխանությունը նրա առողջական վիճակին որոշելու նպատակով, միջնորդություն Վարդան Ղուկասյանի կալանքի ոչ իրավաչափ լինելու եւ կալանավորման պայմանների անհամապատասխանության վերաբերյալ, ինչպես նաեւ միջնորդություն Վարդան Ղուկասյանի կալանքի ոչ իրավաչափ ճանաչելու եւ այն վերացնելու վերաբերյալ։ Հարգելի հանրային մեղադրող, սույն միջնորդությունների օրինակները դատարանի աշխատակազմը ձեզ տրամադրել է։ այո, պատվարժան դատարան ստելուց գոտեներ առաջ։ Հասցրել եք ծանոթանալ դրանց Պատվարժան դատարան, եթե կլինեմ անկես նայում եմ, այո, չէի կարող ամբողջությամբ ծանոթանալ, ընդամենը վերտարություններ եմ կարդացել, ընդհանուր իմաստով պատկերացում եմ կազմել, թե ինչին է վերաբերում միջնորդությունները, բայց ես համոզված եմ, հարգելի պաշտպանները հնարավորություն կունենան միջնորդությունները ներկայացնել եւ իհարկե ես իմ դիրքորոշումները կարգավորեմ։ Այսինքն լրացուցիչ ծանոթանալ անհրաժեշտության ժամանակի տրամադրում այդպիսի հարցություն չեմ տեսել։ Շնորհակալություն, լավ, ներկայացրեք ձեր դիրքորոշումները։ Շնորհակալություն, պատվարժան դատարան, մենակ մի խնդրանք ունեմ, կարող եմ մի փոքր անհարմարություն պատճառեմ, եթե տեսնում ենք իրոք արդյոք հնարավոր չէր խնդրեմ մի փոքր գոնահայնությամբ։ Հարգելի լրագրողներ, եթե հնարավորություն կա մի քիչ տեղաշարժվեք հանրային մեղադրողների։ Ես չէի բարձրացանի, որովհետև ես դիմեցի ավելի ցածրացան, բայց Որ մի քիչ առաջ գաք, չի լինի։ Այս սեղանը որ մի քիչ կար։ Եթե շարունակում Այս տանիշ տայի։ ես չեմ։ Տեղից չի կարող։ Շնորհակալություն պատվարժան դատարան, պատվարժան դատարան մինչ քննարկվող առարկային հարցին անդրադառնալը ձեր դիտողությամբ շատ հակիրճ կփորձեմ ձեր դիտողությամբ արձագանքել հարգելի պաշտպան Տիկին Զավարի Փոստանջյանի եւ մեղադրյալ Վարդան Ղուկասյանի կողմից բարձրացված հարցերին, հնչեցված հարցերին միանշանակ համաձայն եմ մեղադրյալ Վարդան Ղուկասյանի այն դիտարկմանը, որ յուրաքանչյուր հակաօրինական հարարք կատարած անձը, անկախ նրանից ինչը այդ դատարանը, պետք է օրենքի առջև պատասխանել։ Մյուս հնչեցրած կարծիքներին ինչ էլ որ անվանվի այս գործի նախաքննությունը կամ գործի վերաբերող փաստերը, ես ուղղակի համոզված եմ, որ ժամանակի ընթացքում, երբ որ հետազոտվեն ապացույցները, իրականությունը նաև հայտնի դառնա դատավարության ոչ մասնակիցներին, ապա կկազմվի այդ կարծիք։ Սա է սկանը։ Հիմա ներկայացված ավելի հարցի անդրադառնամ։ Պատվարժան դատարան նախաքննության ընթացքում մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանմիջոց կիրառվել է կալանքը եւ սահմանափակվել է հաղորդակցությունների իրավունքը բացառությամբ մեծավոր ազգական երկնքի անդամների հետ։ Դատարանների կողմից արձանագրվել է, որ քրեական բարույթում առկա են բավարար փաստական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ մեղադրյալը առնչություն ունի իրեն վերսագրվող անցավոր արարքի կատարման հետ։ Ընդ որում այս Արաքելյանի դատարանի որոշումը բողոքարկվել է եւ վերաքննիչ կարծիքը դատարանը համաձայն է եղել Արաքելյանի դատարանի դիրքորոշման հետ։
առնվազն մեզ իրավաբաններից քաչ հայտնի են, որ մենք հիմա գտնվում ենք մի այնպիսի փուլում, որ հիմնավոր կասկածի վերաբերյալ ավելի խորացված դիրքորոշումներ հայտնելը կամ այդ հարցի վերաբերյալ ավելի խորացված կամ ավելի խորությամբ վերլուծություններ իրականացնելու անհրաժեշտություն առկա չէ, եւ այս հանգամանքը արձանագրվել է նաեւ վճռապետ դատարանի նախադեպային որոշումներով, հետեւաբար ես գտնում եմ, որ մենք պետք է ընդհանրապես արձանագրենք, որ այո, քրեական գործում առկա փաստական տվյալները վկայում են հիմնավոր կասկածի առկայության մասին։ Եվ այս տրամաբանությամբ, որ չպետք է խորացված քննություն առարկա դառնա հիմնավոր կասկածը, կայանում է տրամաբանությունը էությունը նրանում, գաղափարախոսությունը, որ եթե այս հարցի կապակցությամբ գործազդեցության քննող դատարանը դիրքորոշում հայտնի, ապա ակամայից կստացվի արդեն որոշակի կամ կդիտարկվի առնվազն կողմնակալ դատարան։ Հետևաբար, արձանագրելով, որ քրեական վարույթով ձեռք են բերվել բավական տվյալներ հիմնավոր կասկածը հաստատելու համար, պատվաժան դատարան ձեր կրթության մասնեմ թափառ միջոց կիրառված կալանքի հիմքերի։ Շնորհակալություն։ Եվ պետք է կրկին արձանագրեմ, որ առաջի արձանի դատարանի կողմից վարույթ իրականացնող մարմինի միջնորդության քննարկման արդյունքում հանգել այն հետևության, որ քրեական վարույթում առկա փաստական տվյալները վկայում են այն մասին, որ առկա է բարձր ռիսկային հավանականություն, ռիսկ առայն, որ մեղադրյալը ազատության մեջ մնալու դեպքում առաջինը կկատարի հանցանք։ Լավ, ձեր զգացողությունները խնդրում եմ զսպել, ասեք շարունակեք։ Առավելևս որևէ ցավալման կողմի չէ։ Լավ, շարունակեք։ Եվ երկրորդը, որ ազատության մեջ մնալու դեպքում չի կատարի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով որպես մեղադրյալ իր վրա դրված պարտականությունները, այդ թվում անօրինական ազդեցություն հնարավոր է գործադրի դատավարության մասնակիցների նկատմամբ, առնվազն իր օգտին ցուցմունքներ ստանալու նպատակով։ Առաջին արձանի դատարանի այս արձանագրումները եւ առհասարակ որոշումը հարգելի պաշտպանների կողմից բողոքարկվել է վերաքննիչ դատարան եւ վերաքննիչ դատարանը ամբողջությամբ իր համաձայնություն է տվել առաջի արձանի դատարանի արձանագրումներին։ Եվ դրանից հետո ունենք ընդհանրապես մեկ իրավիճակի փոփոխություն կամ իրավիճակի մեկ փոփոխություն, դա այն է, որ քրեական գոհարույթը մեղադրական եզրակացությամբ արդեն հանձնվել է դատարան, որպեսզի այս հանգամանքը չարծացվի եւ որևէ կերպ փորձ չարվի դիտարկել, որ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնելը արդեն այնպիսի իրավիճակի փոփոխություն է, էական փոփոխություն, որ կարող է հիմք հանդիսանալ խափան միջոցի փոփոխման համար, ապա շտապեմ արձանագրել եւ վկայակոչել, համոզված եմ հարգելի պաշտպանների նույնպես հայտնի վճռապետ դատարանի նախադեպային դիրքորոշումները, որ զուտ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված լինելու կամ հանձնվելու հանգամանքը որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ արձանագրելու համար, որ նախկինում ընտրված խափան միջոցի հիմքերը որևէ կերպ նվազել են կամ զերոացվել են։ Շարունակենք։ Ես ուզում եմ քննարկման առարկա դարձնել, թե ինչ հանգամանքներ են ի հայտ եկել այն պահից հետո, երբ ընտրվել է խափան միջոցը, այս օրվա դրությամբ, որոնք կարող են հիմք հանդիսանալ խափան միջոցը փոխելու համար։ Իմ գնահատմամբ այդպիսի էական որևէ հանգամանք ի հայտ չի եկել եւ շարունակում են պահպանվել նույն ռիսկայնությամբ նախկինում արձանագրված հիմքերը։ Փորձեմ անդրադառնամ մեկ առ մեկ։ Առաջինը, ինչպես արդեն նշեցի, առաջին արձանի դատարանի կողմից այդ հիմքի հիմնավորում վկայակոչվել են մի քանի հանգամանքներ։ Առաջինը, վկայակոչվել էր այն փաստը, որ մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ներկայումս, եթե հիշողությունս չի դավաճանում, նույն դատարանում քննվում է մեկ քրեական գործ, որը առերևույթ վկայում է, որ անձը առերևույթ կատարել է
փաստորեն մի քանի հանցավոր արարևույթներ, կրկնում եմ արարևույթ, եւ այս հանգամանքը դատարանների արձանագրմամբ եւ նաեւ իմ համոզմամբ որոշակի չափով վկայում է անձի հետագայում դրսևորվող վարքագծի մասին։ Հաջորդիվ շատ էական է նաեւ քրեական գործում ձեռք բերված, գործով ձեռք բերված եւ այդ թվում նաեւ մեղադրանքի հիմքում դրված ապացույցների իհարկե ոչ բովանդակային, բայց այդ ապացույցներից որոշակի փաստերի վկայակոչում, որը իմ կարծիքով հաստատում է այդ հիմքի բարձր ռիսկայնությունը։ Մասնավորապես, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ունեն խոսակցություններ, որից մասին համոզված եմ եւ դատարանն է արդեն հասցրել որոշակի ոչ ամբողջ բնույթով եւ հարգելի պաշտպանները ծանոթացել, որոնք վկայում են կամ ավելի ճիշտ, ավելի կոնկրետ, որոնցում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը խոսում են նաեւ հետագայում անօրինական գործողություններ առերևույթ հանցավոր հանրարդներ կատարելու մասին։ Եվ այս երկու հանգամանքների համակցությունը իմ խորին համոզմանք այո վկայում է, որ արկա է եղել այդ հիմքը բարձր հավանականությամբ եւ այս պահի դրությամբ շարունակում են դրանց իրավաչության պայմանները խախտման միջոցի եւ այդ ռիսկը այո հիմքը նույն ռիսկայնությամբ պահպանվում է։ Հաջորդ հիմքը, որ դատարանի կողմից արձանագրվել է, ինչպես արդեն նշեցի, դա այն է, որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Ղուկասյանը հնարավոր է չկատարել իր վրա դրված պարտականությունները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությամբ եւ անօրինական ազդեցություն գործադրի ժողովրդական կերպով ասած վկաների եւ գործով անցնող մյուս անձանց նկատմամբ։ Ինչու է այս ռիսկը արկա եւ ինչու է դրա ռիսկայնությունը բարձր։ Նախարարինը ուզում եմ վկայակոչեմ եւ արձանագրենք, որ Վարդան Ղուկասյանը, ինչպես արդեն ինքն էլ արձագանքեց եւ բացահայտեց, իհարկե կարծում եմ բոլորիս նաեւ դա հայտնի է, որ ունի բավականին ճանապարհ անցած եւ ժամանակի ընթացքում եւ մինչեւ կամ այսպես ասեմ, առերույթ հանցանք կատարելու ժամանակ զբաղեցրել է բարձր պաշտոն, անհերքելի է որոշակի հեղինակություն ունենալու հանգամանքը եւ հաշվի առնելով, որ սույն քրեական գործով առնչվում են նաեւ կամ առնչվել բառը միգուցե տեղին չի դատակոչով վկայակոչված անձինք կամ դրանց գերակշռող մասը աշխատել են նաեւ նույն կառույցում շարունակեք մեղադրյալ դրեք մի ընդհատեք, ձեզ հնարավորություն կտրվի բոլոր ներկայացված դիտարկումներին պատասխան ներկայացնեք։ Տեղից չխոսեք։ Ներողություն ասենք, Հարգարժան մեղադրյալը խոսում է, կամ պարոն Ղուկասյանն ասում Դե խնդիր է առաջանում հետագա շարունակության հետ կապված, որպեսզի իրավիճակը ոչ մի բան չեմ արձանագրում, հետագա սրացում չստանա, դրա համար արձանագրում եմ։ Խնդրեմ հարգելի հանրային մեղադրող շարունակեք։ Շնորհակալություն պատասխան դատարան։ Եվ այդ անձանց գերակշռող մասը աշխատել են հենց մեղադրյալի ստորադասությամբ, հետևաբար ունենալով հեղինակություն եւ վերադաս լինելով այդ անձանց նկատմամբ հռետորական հարց, արդյոք ողջամիտ եւ հիմնավոր չէ այն կարծիքը, տեսակետը, որ առաջինը մեղադրյալը ունի ազդեցություն գործադրելու հնարավորություն, գործիքակազմ եւ արդյոք նման քայլի չի գնա, քայլը լավ իմաստով իր օգուտ ցուցմունքներ ստանալու դատապարտության ընթացքում ներկայացնելու համար։ Առնվազն այս փուլում այս հանգամանքները միանշանակ տեսանելի են, կարծում եմ անաչառ ցանկացած անձի մոտ անվերապահորեն կառաջացնեն այն տեսակետները, կարծիքները, որը հիմա ես բարձրաձայնում եմ եւ պատվաժան դատարան գտնում եմ ստիպված պետք է կրկնվել այս պահի դրությամբ առնվազն ի հայտ չեն եկել այնպիսի նոր հանգամանքներ,
որոնք այս ռիսկերը կարող էին որոշակի չափով նվազեցնել, ընդհուպ հասցնել զերոյի։ Ամփոփելով խոսքս պատվարժան դատարան գտնում եմ, որ դերևս իմ կողմից բարձրաձայնված հիմքերը առկա են, դրանք նույն ռիսկայնությամբ պահպանվում են, հետևաբար պատվարժան դատարան գտնում եմ, միջնորդում եմ, որ մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խախտման միջոց կիրառված քանակի ժամկետը երկարաձգել։ Եվ կարծում եմ այդ ժամկետը պետք է երկարաձգվի 3 ամիս ժամանակով, ինչու։ Քիչ է։ Ոչինչ։ Ինչու։ Մեղադրյալ ոտքի կանգնեք։ Ես չեմ Չի կարելի ընդհատել։ Ոտքի կանգնեք, դատանը չի ավարտել։ Ասեք։ Ավարտի դատախազը հանրային մեղադրողի ելույթը ձեզ հնարավորություն կտրվի դիտարկում իրականացնել։ Տեղից այլևս չխոսեք։ Բարի։ Նստեք։ Շարունակեք։ Ինչու 3 ամիս պատվարժան դատարան, որովհետև իմ գնահատմամբ մենք դեռ առջևում ունենք ապացույցների հետազոտման փուլ, այդ թվում նաև տկաների եւ դատակոչով կարգոշված մյուս անձանց հարցակցություններ, եւ այս հանգամանքները նույնպես թույլ տվեք վերադառնալ իմ նախին պնդմանը, ինքնին հիմք են արձանագրելու, որ այդ հիմքերը դեռ պահպանվում են։ Եվ 3 ամիս իմ պատկերացմամբ անհրաժեշտ է ևս կալանքի ժամկետի երկարաձգում, որովհետև ապացույցների բազայի սպառումը կարծում եմ հնարավոր է իրականացնել հենց այդ ժամանակահատվածում։ Եվ միայն դրանից հետո գնահատելով ստեղծված իրավիճակը կամ իհայտ եկած հանգամանքները կարելի է կրկին քննարկման առարկա դարձնել այս հարցը եւ հանգել նոր եզրահանգումների։ Պատվարժան դատարան միևնույն ժամանակ մեկ նախադասությամբ ցանկանում եմ նշել, որ իմ գնահատմամբ այլընտրանքային որևէ խախտման միջոց իզորու չէ այս փուլում պատշաճ վարկագիծ ապահովել մեղադրյալ Վարդան Ղուկասյանի համար եւ հետեւաբար դրանց ավելի մանրակրկիտ անդրադառնալու կարիք չունեմ։ Իհարկե ես համոզված եմ, ինչպես իրավացիորեն նշեց պատվարժան դատարանը, շատ պրոֆեսիոնալ պաշտպաններ ունենք ներկա դատարանում, համոզված եմ, որ նրանք այլ դիրքորոշումներ են հայտնելու, այլ տեսակետներ են բարձրաձայնելու եւ կխնդրեմ պատվարժան դատարան այդ ամենը լսելուց հետո հնարավորություն ընձեռնել դրանց վերաբերյալ կարծիք հայտնել։ Շնորհակալություն այսքան։ Շնորհակալություն, նստեք։ Խնդրեմ հարգելի պաշտպաններ։ Պատվարժան դատարան մեր հանրային մեղադրողը այս գործի շրջանակներում անդրադարձ կատարեց հիմնավոր կասկածին եւ ասաց, որ դատարանը կարիք չունի դրան ներդառնալու։ Ես կարծում եմ կարիք ունի, որովհետեւ հենց այնպես չի նաև մեղադրողը նշում, որ դրա կարիքը չկա, որովհետեւ ակնհայտ է, որ այդ հիմնավոր կասկածը գոյություն չունի։ Իրենց համար էլ է դա բաց, որ այդ հիմնավոր կասկածը գոյություն չունի, եթե հիմնավոր կասկածը գոյություն ունենար, ապա այս նախաձեռնությունները ավելի արագ պետք է տեղի ունենային, նույն հանրային քրեական հետապնդում սկսելը, բարդ նախաձեռնելը եւ այլն եւ այլն։ Բայց ինչ է տեղի ունեցել, ես պետք է պատմեմ, նաև հանրությունը դրան տեղյակ լինի, որ առաջին իսկ օրվանից, երբ պարոն Ղուկասյանն մուտք է գործել Գյումրի քաղաքապետարան, դուրը դեռ չբացած իր աշխատասենյակի, փաստացի իր նկատմամբ արդեն իսկ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են համալիր սկսվել։ Նույնիսկ պարոն Ղուկասյանը դեռ չստանալով, չընդունելով, անձնակազմի հետ ծանոթանալով, չստանալով էլեկտրոնային ստորագրությունը եւ այլ գործառույթներ մեջ չմտնելով, այս վարույթն իրականացնող մարմնի ենթակա օպեր լիազորները սկսել են պարոն Ղուկասյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական գործունեություն ծավալել։ Ինչի համար հիմք ընդունելով ինչ-որ հանգամանքներ, բայց պարոն Ղուկասյանը դեռ չի ստանձնել պաշտոնը։ Այսինքն ակնհայտ է այդ իսկ օրվանից, որ սկսվել է պատվիրված քաղաքական հետապնդում եւ այս բոլոր գործընթացները մենք դիտարկում ենք եւ նաեւ դատարանը պետք է դիտարկի հենց այդ տիրույթում, որ եղել է քաղաքական պատվեր, իջեցվել է քաղաքական պատվեր։ Եթե չիջեցվեր, ապա ձեր այս օպերը այսպիսի գրություն չէր գրիլ, միջնորդություն, ես հիմա պետք է ընթերցել, ուրեմն ամսի 21-ին պարոն Ղուկասյանը ընտրվել է
2025 թվականի ապրիլի 21-ին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ, հաջորդ օրը փորձել է գալ ինչ-որ ծանոթանալ անձնակազմի հետ, այնուամենայնիվ երկար տարիներ նա չի եղել Գյումրիի քաղաքապետ, նորից ընտրվել է եւ եկել է քաղաքապետարան, դեռ չի էլ մտել, հասցրել մտնի իր աշխատասենյակ, բայց այս օպերը արդեն գրում է, որ իրեն անհրաժեշտ է 25-ին ապրիլի 4 օր անց, իդեպ մեջտեղն էլ ոչ աշխատանքային օրեր են, օպերատիվ, հարցում օպերատիվ տեղեկատվություն ձեռք բերելու համար միջնորդություն է ներկայացնում իր վերադասին։ Այսքան շատ կարճ նախադասություն է, մի քանի էջանոց հարգելի դատարանն է Ծանոթ է, հարգելի պաշտպան, ներողություն, որ ընդհատում եմ, ներողություն տիկին բոլորին ցույց տանք, ներողություն, դատարանն արձանագրում է, որ այս պահի դրությամբ ապացույցների կամ ապացույցների ձեռքբերման հիմքում տրված որոշումների կամ դրանց նախորդող գործընթացների գնահատում չի իրականացնելու, ընդհանուր տպավորության համար կարող եք բարձրաձայնել, հիմա բարձրաձայնում եմ հիմնավոր կասկածի հետ կապված, որովհետև ես չեմ ասում գնահատեն, բայց պետք է հանրությունն է իմանա ոնց է ի վերջո ծնվել այս գործը։ Հիմա այստեղ մի քանի նախադասությամբ ինչ-որ մի հատ օպ է, ամսի 25-ին գրում է, որ իրան անհրաժեշտ են այսպիսի գործողությունները օպերատիվ հետախուզական։ Իրա վերադասնել որոշում է կայացնում, թույլ է տալիս Խեյդոյանը, ինչ-որ մի օպերատիվ հետախուզական վարչության 4-րդ բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական, թույլ է տալիս այդ գործողությունները կատարել։ Գործողությունները կատարում են, ոչինչ չեն հայտնաբերում եւ գնում են, արդեն միջնորդում են, որպեսզի դիմեն դատարան պարոն Ղուկասյանին գաղտնալսելու, ներքին դիտում, արտաքին դիտում, այդ թվում նաև իր բնակության վայրում, բնակարանում, որտեղ նա ապրում է երեխաների, թոռների, որդու, կնոջ, բոլորի հետ ապրում է, բայց այդ տարածքը պետք է ենթարկվի բոլոր այդ համալիր օպերատիվ հետախուզական միջոցառման հատուկ միջոցների շնորհիվ, տեխնիկական միջոցների, թե ինչի համար են բնակարանը այդպիսի դիտումներ անում, պարզ չէ։ Եվ դատարանը պարոն Չիչոյանի, Ժորա Չիչոյանի որոշմամբ հաստատում է, որ այո պետք է թույլ տա նման միջոցառումներ իրականացնել։ Ոչինչ չեն հայտնաբերում, իդեպ այդ միջոցառումները ինչ-որ վերաբերում են սկզբից, ինչ-որ մի տարածքի վերաբերյալ ոչինչ չեն հայտնաբերում, նորից են գնում դատարան, պարոն Ժորա Չիչոյանը նորից է երկարացնում 2 ամսով այդ որոշումը, որից հետո էլի ոչինչ չեն հայտնաբերում, այդքան լսում են, գաղտնալսում են բոլոր տեղերում, բնակարանում, աշխատասենյակում, մինչև աշխատասենյակ մուտք գործելու այդ հատվածում, այդ թվում նաև ավտոմեքենայում, այդ թվում նաև հեռախոսների վերահսկողություն, ոչինչ չեն հայտնաբերում։ Երրորդ անգամ են գնում, արդեն երրորդ անգամը կառուցում են, ամբողջ գործընթացը տեղի է ունենում, ինչ-որ մի ապօրինի շինարարության հետ կապված։ Այս ձեր հիմնավոր կասկածը։ Հիմա վկաներից ենք խոսացել, հիմնավոր կասկածը դուք խնդրեցիք, որ դատարանը հանգարց այդ հարցին չանդրադառնա, որովհետև որ որոշում կայացնի, ապա կլինի ակնհայտորեն անաչառ եւ ակնհայտորեն կանխակալ դիրքորոշում կհայտնի։ Բայց եթե ձեր նյութերը հիմնավոր կասկածի հետ կապված հիմնված են նման օպերատիվ հետախուզական միջոցառումների հիման վրա ձեր հավաքածը, որտեղ կծկտուր ինչ-որ մարդկանց խոսակցություն է, որտեղ չունեք ընդհանրապես մեկ վկա, որը կգա գետ մեկ վկա, որ կասի պարոն Ղուկասյանը իրենից ինչ-որ մի բան է պահանջել, ինքն է պատրաստվում էր դա տալ։ Դուք չունեք ընդհանրապես գետ մեկ վկա, որ նման բան ասի։ Մեր կողմից ձեզ եղել է միջնորդություն, որպեսզի առերես հարցաքննություն կազմակերպեք։ Դուք դա եք որոշել անտեսել եւ դա էլ չի իրականացվել։ Այսինքն չունենալով որևիցե մի անձ, որը կգար կասել, որ պարոն Ղուկասյանը ինչ որ ոչ իրավաչափ վարքագիծ է դրսևորել։ Ես ասում եմ ոչ իրավաչափ վարքագիծ, եւ չեմ ասում, որ գործողություն, որը պարունակում է հանցակազմ։ Դուք ասում եք, որ պետք չէ անդրադառնալ հիմնավոր կասկածին, բայց ինչի պետք է անդրադառնալ։ Հիմնավոր կասկած գոյություն չունի, ընդհանրապես գոյություն չունի։ Չունեք ոչ մի վկա, չունեք ոչ մի գաղտնալսում, ունեք կծկտուր կտրտած իրար սխագրած ինչ որ մտքեր, որը դուք ինքներդ մեկնաբանել եք,
որպես հանցակազմ պարունակող ինչ-որ գործողություններ։ Սա է եղել ձեր դիրքորոշում։ Հիմա անցնենք մնացած բոլոր այն կետերին, որը նշեց մեր հարգարժան մեղադրողը։ Ուրեմն ներեցեք էլի, այս մեղադրանքը, որը ներկայացրել եք մի անձի, ով, գիտեք, Հայաստանի Հանրապետությունում մենք նման քաղաքացի, ես միայն գիտեմ պարոն Ղուկասյանին, որ կարող էր կառուցել, վերակառուցել, նորից կառուցել Սուրբ ամենափրկիչ եկեղեցին եւ մտածել, որ ռիսկերը գոյություն ունեն, որ կարող է այդ ռիսկերը բոլորը պահպանված են, որ 2 ամիս պահել եք ԱԱԾ-ում, որ այդ ռիսկերը դեռ պահպանվում են մի մարդու նկատմամբ, ով այնպիսի գործողություններ եւ արարքներ է արել եւ քաղաքի եւ ազգի համար, որը դուք ձեզ ռիսկեր կան, որ կարող է թաքնվել, ռիսկեր կան, որ կարող է ինչ-որ ում նկատմամբ պետք է պարոն Ղուկասյանը, օրինակ, ճնշում գործադրի, որպես վկա, եթե դուք վկա չունեք։ Օրինակ, վկա չկա, որպեսզի պարոն Ղուկասյանը այդ վկայի նկատմամբ ինչ-որ մի բան գործադրի։ Եթե դուք այդ վկան չունեք, ում նկատմամբ պետք է գործադրել։ Հաջորդը, պարոն Ղուկասյանը այդ ռիսկերը, որ դուք ասում եք պահպանված են, ուր պետք է գնա, եւ նա ինքը այս պայքարության Գյումրիի քաղաքապետն է ընտրված։ Եվ ընտրված է 2 մակարդակով։ Այսինքն միասնական ընտրված քաղաքապետն է, բոլոր խմբերի կողմից ընտրված քաղաքապետն է, բոլոր ընդդիմադիր խմբերի կողմից ընտրված քաղաքապետն է։ Ուր պետք է գնա իր քաղաքից, այսքան ժամանակ, որ ոչ միտեղ չի բացակայել, ուր պետք է գնա, այդ ռիսկերը ինչի մասին են։ Պարզ չէ, այսինքն դուք այդ մասով է ոչինչ չասեցիք։ Ինչ վերաբերում է այլընտրանքային խափանամիջոցներին, ներեցեք էլի, ամսի 21-ին հոկտեմբերի, դուք ինքներդ էիք ընտրել, այսինքն բոլոր խափանամիջոցներին դիմել էիք, որպեսզի պարոն Ղուկասյանը չկարողանար պաշտոնավարել, փակեցիք, որոշում կայացրեցիք 2 ամսով կալանավորելու։ Հանիրավի, հիմա ես կանրադառնամ, որ անդադ վերաքննիչ դատարան էիք ցիտում։ Հանիրավի պարոն Ղուկասյանին տարավ փակեցիք ձեր ղեկավարը չի, բայց չգիտեմ ում ղեկավարն է, այն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որ ասում եք բոլորին տանելու եմ, գցելու եմ ԱԱԾ պատվալները, հիմա այդ հրահանգը, որը հնչեց նաև հոկտեմբերի 1-ին, դրանից անմիջապես հետո սկսեցիք գործել, կարել, ձևել, կարկատել եւ այլն։ Գտնվեց պարոն Ղուկասյանը շուրջ 2 ամիս ԱԱԾ այդ պատվալ չասեմ, չգիտեմ ինչ ասեմ դրա անունը։ Համենայն դեպս շարունակում է մնալ այդ ԱԱԾ-ն, որը պետք է իհարկե վերանա։ Այնտեղ պահեցիք, այս 2 ամիսների ընթացքում նաև ընդունել եք այլ անընտրանքային խափանամիջոց կիրառելու որոշում։ Կասեցրել եք պարոն Ղուկասյանի լիազորությունները եւ դրա հետ մեկտեղ ընտրել եք բացակայելու արգելք։ Այդ ընտրությունը արել էիք, հետո մենք որ դա բողոքարկեցինք, որոշեցիք, որ չէ, այդ ընտրությունը քանի որ արել եք, դա հնարավոր չի, մեկը մյուսին բացառում է, որոշեցիք այդ այլընտրանքային խափանամիջոցները ըստ ձեզ վերացնել, բայց դա չի նշանակում, որ այդ ձեր կողմից կայացրած որոշումը իրավասու չէր շարունակել մնալ եւ այդ որոշման ներքո կալանքը բացառվում էր, որովհետեւ դուք եք ընտրել, չի կարող լինել եւ կալանք եւ այլընտրանքային խափանամիջոց։ Մենք ունեցել ենք այս իրավիճակը եւ շարունակում ենք ունենալ այս իրավիճակը, որովհետեւ ամսի 21-ից հոկտեմբերի պաշտոնավարման կասեցումը, եթե չեմ սխալվում։ Այո, ես բոլորը նշեմ։ Չէ, որ ես հասկանում եմ, որ չէ, ես ասացի, որ վերացրել է։ Հիմա բայց մինչև նոյեմբերի 3-ը, այսինքն 2 խափանամիջոց կարող էր ունենալ մարդը եւ ունենալ ծայրահեղը, մենք հիմա իրավաբաններ ենք, չի կարող լինել եւ կալանք, այսինքն հոկտեմբերի 21-ից մինչև առնվազն ձեր ասած այդ վերացումը,
Կալանքը եղել է ապօրինի ակնհայտորեն, չեմ ասում ընդհանրապես։ Հիմա ինչ վերաբերում եք վերաքննիչ դատարանին։ Ուրեմն վերաքննիչ դատարանի որոշումը այս պահին բողոքարկվում է վճռաբեկ դատարանում։ Եվ մենք չգիտենք, այսինքն այդ որոշումը ուժի մեջ չի մտել։ Այնպես չէ, որ դուք անդադ ցիտում եք, որ վերաքննիչը չի վերացրել եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է հակակոռուպցիոն դատարանի առաջին այս ածանի նիստի, որը ղեկավարեց եւ նախագահեց Վարդգես Սարգսյանը, այդ որոշումը չի պարունակում բացարձակ որևիցե հիմնավորում, ոչ հիմնավոր կասկածի հետ կապված։ Դեռ ավելին, նույնիսկ այդ Չիչոյանի որոշումը, այդ դատավորը, որը այդ որոշումը կայացրեց, պարոն Ղուկասյանին 2 ամսով կալանավորելու, նույնիսկ այդ դատարանի որոշման հետ ծանոթ չէ, Չիչոյանի որոշման հետ ծանոթ չէ։ Ինչի հիման վրա էր որոշում կալանք տալ։ Եթե նույնիսկ չգիտեր Չիչոյանը ինչի հիման վրա է տվել այդ գաղտնալսումների որոշումը։ Այսինքն ոչ մի փաստաթուղթ, ոչ մի տվյալ, ոչ մի փաստական հանգամանք չքննելով, պարոն Վարդգես Սարգսյանը այդ որոշումը կայացրել։ Նույնիսկ չի անդրադարձ կատարել պարոն Ղուկասյանի անձին, անձ, որը Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետն է։ Բացի այդ, որ երկրորդ քաղաքի քաղաքապետն է, աշխարհաքաղաքական նշանակության քաղաքի քաղաքապետն է, որտեղ արկա է աշխարհաքաղաքական ներկայություն։ Այսինքն այս պարագայում, որ մարդը ընտրվել է քաղաքի քաղաքապետ, ընդդիմությունից, քաղաքական պատվերը, որը իջեցված է եղել, այս ամենի ներքո դուք այդ բաները հաշվի չեք առնում։ Ընդհանուր դուք ինչի չեք հետազոտել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը սպառնալիք, որը հնչել էր հոկտեմբերի 1-ին։ Մենք այդ մասին ձեզ դիմել ենք, բազմաթիվ բողոքներ ենք ներկայացրել այդ մասին, ինչու չեք անդրադարձել։ Հերքեիք, ասեք ոչ, մենք քննել ենք Նիկոլ Փաշինյանին, ինքը կապ չունի այս ձեր գործի հետ։ Չեք քննել։ Բա մի հատ Նիկոլ Փաշինյանին քննեիք, հարցաքննեիք։ Մի հատ մեր առերես հարցաքննություն կազմակերպեիք մեր հետ։ Պարոն Ղուկասյանի հետ առերես հարցաքննություն կազմակերպեիք, ինչ էր բղավում ազգային ժողովի ամբիոնից։ Չեք կատարել։ Իսկ ինչ նորից եմ ասում, ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվում է այսօր վճռաբեկ դատարանում։ Հետևաբար ձեր բոլոր փաստարկները, հիմա այն գոլեգաներն եք անդրադառնամ, ձեր բոլոր փաստարկները հիմնազուրկ է, այն էլ 3 ամսով, ինչ պիտի անեք այդ 3 ամսում։ Դուք չունեք մի հատ վկա, որը գա ասի, որ պարոն Ղուկասյանը իրեն ներկայացրել է ոչ իրավաչափ պահանջ։ Դուք այդ ձևի վկաներ չունեք։ Մենք ունենք մի անձ, որին կարող ենք մենք հարցաքննել, դա Նիկոլ Փաշինյանն է, ինչ էր բղավում եւ ինչու դուք սկսեցիք նման ապօրինի գործընթաց պարոն Ղուկասյանի, նրա որդու, նրա ընտանիքի անդամների։ Մեկ է մի անդրադարձ կատարեմ այս դատարանում քննվող ինչ որ գործի վերաբերյալ։ Ուրեմն այս դատարանում քննվող գործի վերաբերյալ, որը նույնպես սարքված գործ է, ասեմ ձեզ, պարոն Ղուկասյանի եւ նրա որդու անվտանգությունը չի ապահովել։ Դատարանի դահլիճում կներեն ինձ ոստիկանները, 2 գործ տվող ոստիկան, ինչ որ լսել են, որ հայոյանքներ են հնչեցրել։ Եվ այդ մեղադրանքը նորից բերեն կպցրել են պարոն Ղուկասյանին եւ Սպարտակ Ղուկասյանին։ Այսինքն մենք հիմա հասկանում ենք, որ մեր անվտանգությունը ապահովված չէ։ Պարոն Ղուկասյանը հասկանում է, որ իր անվտանգությունը ապահովված չէ։ Այդ ռուն նաև պաշտպաններն են հասկանում, որ իրենց կարող են գաղտնալսել, փաստաբանական գաղտնիքը նաև կներեք քիթը մտցնել, ուսումնասիրել, ինչ որ տեղի է ունենում մեր հետ։ Մենք այդ ամեն ինչը հասկանում ենք։ Բայց այն ինչ որ դուք ցիտեցիք այս դատարանում քննվող գործերի հետ կապված, ապա այս դատարանում այդ քննվող գործերի հետ կապված անցյալ դատական նիստը նաև հետաձգվեց, որովհետև վկաները, որը իբրև պետք է գային, որ վկայի, վկաները չեն եկել։ Վկաներն էլ չունեք, որ գան ինչ որ դեմ ցուցմունքներ հայտնեն։ Սա էլ այդ դրա հետ կապված, այսքանը։ Բարձրացան դատարան նախ ինչեւ ընդհանուր փաստական հանգամանքներն անդրադառնալը, ես կցանկանամ դատարանի ուշադրություն հրավիրել իրավական խնդիրների վրա, որոնք առաջացել են հարգելի հանրային մեղադրողի կողմից աշնորհավորման կասեցման կապամիջոցին համաձայնություն տալը, տալու հետ կապված միջ այդ նաև քննիչի կողմից համապատասխան որոշման կայացմանը։ Նախ ի սկզբանե ասեմ, որ
մեծ է կայտակղությունս հիմնավոր կասկածին անդրադառնալու, բայց փուլային խնդիր ունենք մենք եւ այդ առումով բնականաբար հիմնավոր կասկածի վիճակում դատանը չի կարող ասել ոչ կա, ոչ չկա, որտեղ երկու դեպքում էլ խնդիր է։ Դրա համար այդ առումով ընդամենը կասեմ, որ հիմնավոր կասկած չկա, իսկ որ թե ինչու չկա, արդեն ներքի վիճակման շրջանակներում մենք կասենք։ Հիմա անդրադառնամ այդ իրավական խնդրին։ Նայեք, պատվարժան դատարան։ Ես կարծում եմ, որ մենք այս փուլում չպետք է քննարկենք կալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանի խափանման միջոց, այլ մենք պետք է քննարկենք ազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի խափանման միջոց։ Հիմա եթե հոկտեմբերի 21-ին տեղի ունեցա անօրինականություն եւ այդ անօրինականությունը շարունակվել է մինչեւ նոյեմբերի 3-ը եւ նաեւ դրանից հետո, դա չպետք է հանգեցնի մի այնպիսի իրավիճակի, երբ անձի իրավունքի այլևս հնարավոր չլինի վերականգնել։ Ինչու՞մ է խնդիրը։ Նոյեմբերի, կներեք, հոկտեմբերի 21-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը որոշում է կայացնում պաշտոնավարման կասեցում այլընտրանքային խափանման միջոց կիրառել Վարդան Ղուկասյանի նկատմամբ գտնելով, որ բացակայելու արգելք խափանման միջոցը եւ պաշտոնավարման կասեցում խափանման միջոցը բավարար է իր կողմից որոշման մեջ մատնանշված ռիսկերը զսպելու համար։ Այսինքն հոկտեմբերի 21-ին դատախազը համաձայնություն է տվել։ Հոկտեմբերի 21-ին կիրառվել է այլընտրանք եւ իրավունքի ուժով Վարդան Ղուկասյանը ենթակա է եղել ազատ արձակման կալանքից։ Այն պարզ պատճառով, որ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է խափանման միջոցների երկու համակարգ՝ կալանք եւ այլընտրանք կալանքին։ Այլընտրանքային խափանման միջոցի տեսակներից է նաեւ բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը։ Եթե կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ կիրառում է այլընտրանքային խափանման միջոցներից որևէ մեկը, դա հանգեցնում է կալանքի փոփոխման եւ վերացման, եւ անձը արդեն հոկտեմբերի 21-ին իրավունքի ուժով ենթակա է ազատ արձակման։ Հիմա եթե իրավասու մարմինները ինչպիսիք հանդիսացել են թե դատարանը, որին մենք կալանքի իրավաչափության պայմանների փոփոխության հիմքով հիմնել էինք բարոյթալուծելու եւ մերժել գտնելով ոչ է դա միշտականով պետք է փոխարկենք։ Թե դատախազությունը, ինքնորսընկերները բազմաթիվ իշքան բողոքներ են հասցեագրվել, եթե իրավունքի խախտումը չեն արձանագրում, դա չպետք է հանգեցնի անձի իր իրավունքի ձեռքման առհասարակ։ Կերկնում եմ 21-ին ինքը պետք է դուրս լիներ, պարոն Ղուկասյանը, հետագայում եթե խափանման միջոցի խստացման իրավական հիմքերը եւ հնարավորությունները կար, դա պետք է քննարկվեր։ Օրինակ կալանքից ազատված մեղադարի նկատմամբ կերտին կալանք կիրառում է ռեժիմ, օրինակի համար եմ ասում։ Հետևաբար, եթե մենք 21-ին օրենքի խախտմամբ պետությունը իր պոզիտիվ պարտավորությունը չի կատարել եւ անձին ազատ չի արձակել կալանքից, դա չի նշանակում, որ այդ հանգամանքը չպետք է գնահատման արժանանա եւ չպետք է իրավական հետևանք ունենա դրական իմաստով հենց պարոն Ղուկասյանի համար։ Հետևաբար առաջին իրավական խնդիրը, որը մենք կարծում ենք, որ դատարանը պետք է գնահատի, հոկտեմբերի 21-ի դրությամբ արդյոք պարոն Ղուկասյանը ենթակա չի եղել ազատ արձակման կալանքից, եւ եթե ենթակա է եղել արդյոք այս պահի դրությամբ մենք պետք է քննարկենք նրա կալանքի ժամկետի երկարացման հարցը, թե պետք է այլ եթե օրենքի խախտում տեղի չունենար, այլ ռեժիմով պետք է այս հարցը քննարկենք։ Սա դրա հետ կապված մնացած առումով գործընկերս նշեց։ Հիմա հաջորդ հանգամանքների հետ կապված պատվարժան դատարան փուլում կալանքի հիմքերի հետ կապված։ Քաղաքական հետապնդում ասելուց ես ցանկանում եմ ասել, որ սա մենք որպես քաղաքական տերմինոլոգիա չենք օգտագործում ենք որպես իրավական տերմինոլոգիա։ Այսինքն քրեական հետապնդում, այդ թվում նաև ազատությունից ձեռքում քաղաքական դրդապատճառներով։ Հիմա ես կբերեմ փաստարկներ, որոնք իմ կարծիքով առնվազն ողջամիտ կասկածի մակարդակով թույլ են տալիս պնդելու, որ պարոն Ղուկասյանի նկատմամբ եւ քրեական հետապնդումը եւ ազատությունից զրկումը ունի քաղաքական դրդապատճառներ։ Որևէ մեկը չի պահանջում քաղաքական դրդապատճառներով ազատության զրկման համար 100% ճշմարտություններ բերել։ Նաեւ ԵԽԽՎ-ն իր հայտնի բանաձևում դա ներկայացնում է ողջամիտ կասկածի մակարդակով, այսինքն որ կարող է ողջամիտ կասկածնել, որ դրդապատճառը քաղաքական է։ Հիմա նաեւ սկսենք իրավական տիրույթում եւ կանոնավորման հիմքերից, մասնավորապես հանրային մեղադրողի կողմից մատնանշված հիմքերի շրջանակներում։ Նկատակոչեց ձայնագրությունները պատվարժանները։ Նախ մեկ կարևոր խնդիր։ Ձայնագրությունները ծաղկախաղ է արվել քննիչի կողմից եւ տրամադրվել է պաշտպանության կողմից։ Քանի որ մայր գործը մնացել է հակակոռուպցիոն կոմիտեում։
Նայեք, այստեղ այսպեսի մի խնդիր։ Սրանով արդեն իսկ խոչընդոտվել է արդար դատաքննությանը։ Նավալին ընդդեմ Ռուսաստանի գործով եվրոպական դատարանը հստակ ասել է, թե չկային ծայրահեղ իրավիճակները, նույն հանցանքի վերաբերյալ համամեղադրյալների գործերը առանցին ուղարկելը կանխորոշում է 6-րդ հոդվածի խախտումը։ Հիմա քննիչը որոշել է, որ այս կանը վերաբերում է Վարդան Ղուկասյանին, Վարդան Ղուկասյանին որպես իբր կա շատ պահանջող անձի ապացույցները բավարար են դատարան ուղարկելու համար, բայց որ տվողին են բավարար ոչ մյուս հանցակցին։ Այս մոտեցումները իրար հերքում են արդեն, եւ սրանով խոչընդոտվել է ի սկզբանե Վարդան Ղուկասյանի արդեն դատաքննության իրավունքը։ Հիմա գործի քննությանը խոչընդոտել։ Այս ծաղկակալ ձայնագրությունների մեջ կան շատ կիսատ ձայնագրություններ։ Ավելին ասեմ, Պապազյան դատարան ապրիլի իրականացված ձայնագրությունները մինչև հոկտեմբեր իրականացված ձայնագրությունները ժամանակային տևողության մեծ տրամադրված է եւ ենթադրվողը, որ պետք է լիներ այդքան ժամանակում, էապես տարբեր է։ Մեզ տրամադրվել է էապես քիչ ձայնագրություն։ Բայց անգամ այդ էապես քիչ ձայնագրությունների մեջ դատարանի ուշադրությունը հրավիրում մի քանի հանգամանքների, որոնք կարևոր են գնահատելու հատկապես գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը։ Այդ ձայնագրությունների մեջ առերևույթ հիմնականում խոսվում է ՔՊ-ի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների մասին։ Թե ովքեր են կատարել Սևակ Պոնտյանի գործը, ով որտեղից է համաձայնեցրել, ում միջոցով որտեղ են ակտերը ստացել, երբ են դրանք ստացել, եւ այս ամեն ինչը իրականացվել է մինչև Վարդան Ղուկասյանը։ Զուգահեռ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարմանը Վարդան Ղուկասյանից թակում։ Սա կային ձայնագրություններ։ Բայց չգիտես ինչու քննիչ օրինակ դա համարում է կենցաղային բնույթի խոսակցություն կամ չի լսվում, չի հասկացվում։ Բայց մենք դատարանում կլսենք եւ կհասկանանք եւ կտեսնենք ինչ իմաստուն է։ Այս ուղղակի ապացույցի վրա Վարդան Ղուկասյանը ոչ միայն լեգիտիմ շահագրգռվածություն չունի ազդելու, այլ ընդհանրապես նրա շահերից է բխում, որ այս ապացույցը դատարանում հետազոտվի, որ այս ապացույցները դատարանում ի վերջո ի հայտ բերեն իրականում ինչ է տեղի ունեցել։ Հետևաբար ինչ պետք է լինի, ինչ պետք է անի անձը, հենի խոչընդոտի քննությանը, որպեսզի այդ գործի քննությունը ի վնաս իրեն գնա, եւ գործի քննության բնական ընթացքը յոկուտ իրեն է գնալու։ Նայեք, որպեսզի մենք խոչընդոտելու ռիսկը գնահատենք, մենք պետք է նայենք նաեւ ապացույցների որակին, հա։ Մոտավորապես իհարկե մենք բովանդակային հետազոտում վերլուծություն չենք կատարի, բայց ամեն դեպքում պետք է նայենք, թե այդ ապացույցների որակը այնպիսին է, որ անձը կարող է ցանկանա դրանք ձևախեղել։ Այդ ձայնագրություններ են, ինքը ինչ պետք է անի, դիսկը պետք է կոտրի, ավելի պատկերավոր պետք է գողանա այդ ձայնագրությունները դատարանից, հնարավոր չէ, հիմնական էական մասը այս գործի ձայնագրությունները, որոնք գտնվում են դատարանի տիրապետման տակ։ Այստեղ գալիս է այլ խնդիր, քանի որ ձայնագրությունները ինքնին բավարար չեն կամ չեն խոսում առհասարակ Վարդան Ղուկասյանի կողմից կատարված ինչ-որ հանցավոր արարքի մասին, արժևորվում են վկաների ցուցմունքները։ Հիմա անդրադառնանք վկաների ցուցմունքներին, թե արդյոք դրանց վրա ազդեցություն Վարդան Ղուկասյանը ազդեցություն ունենալու շահագրգռվածություն պետք է ունենալ։ Որևէ վկա ասելով նկատի չունեմ Կոմցյանին եւ Հենրիկ Կասպարյանին։ Որևէ վկա այս քերական բարույթով Վարդան Ղուկասյանին վերաբերելի որևէ ցուցմունք չի տվել։ Պապազյան դատարան, որը առավելևս էական նշանակություն ունենա Վարդան Ղուկասյանին։ Հետազոտենք հիմնական դատալսումների Ես բովանդակությունը չեմ ասում, ես ասում եմ, որ այնուամենայնիվ բովանդակությունը ներկայացնում եք, ասելով որ բովանդակություն չեք ներկայացնում։ Բավական նշում եք, ասում եք չի նշել մեղադրյալի առնչությամբ որևէ տեղեկություն, դա բովանդակության բարձրաձայնում չի։ Չէ, պատրանք, օրինակ ես ասում եմ բովանդակ ինքը ասել է սա չի վերաբերվում Վարդան Ղուկասյանին, թե ինքը ինչ է ասել, ես դա չեմ ասում։ Բայց այնուամենայնիվ նշում եք, որ վերաբերելի բան չի ասում։ Հա, դա իմ գնահատականն է, եւ հուսում եմ նաեւ դատարանի գնահատականը կլինի, որ այդ վկանի վրա ազդեցություն գործադրելու շատ կամ շահագրգռվածությունը օբյեկտիվորեն անձը ունենալ չի կարող։ Անդրադառնալով վճռաբեկ դատարանի կողմից նախանշված որոշումներին, անկեղծ ասած, մասնավորապես 21-22 թվականին ես աշխատում եմ այլևս որևէ չնայած դա ինձ խիստ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ամեն դեպքում ավելի արժեքավոր է որպես իրավունքի աղբյուր վկայակոչել եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, որոնք կատեգորիկ հակասում են վճռաբեկ դատարանի մի շարք որոշումների, այդ թվում քննությանը խոչընդոտի ռիսկի։ Եվրոպական դատարանն ասում է, որ քննությանը խոչընդոտի ռիսկը ըստ էության ամենաշուտ նվազող ռիսկն է։
որովհետև իրականացված քննչական գործողություններից, հարցաքննություններից, ապացույցների հավաքումը ինքը ուղիղ համեմատական է ռիսկի նվազման հետ։ Եվ եթե անձը արդեն նախաքննությունը քննիչը բավարար է համարել, որ ապացույցները բավարար են, որպեսզի գործ ուղարկեն դատարան, նշանակում է այդ ռիսկը նվազել է պատվաժանական։ Եվ այդ ռիսկը չի կարող օգտվել 20 դրությամբ նույն աշխանի։ Հակառակ դեպքում զուտ այսպես կարծրատիպային ձևակերպումներով մենք կարող ենք այս ռիսկը հավերժ ձգել թեկուզ 10 տարի գործի քննություն իրականացնել։ Հետևաբար, այս ամեն ինչը արդեն իսկ, որ գործը դատարանում է, ինքը նվազեցրել է այդ ռիսկը, որը նշեց հանրային մեղադրողը։ Ինչ վերաբերում է պատվաժան դատարան նոր հանցանք կատարելու ռիսկին։ Նախ հանրային մեղադրողի կողմից նկատակոշված քրեական գործը վերաբերում է մոտ 20 տարի առաջ, 15 տարի առաջ, 16 տարի առաջ եղած իրադարձություններին։ Ասենք 7 քառակուսի մետր հող կարող է իսկում են կողմերել, նման 4.2 եւ այլն եւ այլն։ Բայց ես այդ գործով մասնակցում եմ պաշտպան եւ վստահաբար ավելի տեղեկացված եմ, քան հանրային մեղադրողը։ Այդ գործերը դրանց մասին են եւ այդ գործերում նույնպես կան քաղաքական դերտապատճառներ։ Հիմա ինչու են կոնկրետ այս գործով մենք այդքան շատ ասում, որ կա քաղաքական դերտապատճառ կամ այս ամեն ինչը քաղաքական դերտապատճառներ են։ Նայեք, պարոն Ղուկասյանը լինելով ընդդիմադիր ընտրվեց Գյումրիում։ Դրանից հետո երկրի վարչապետը, ով ունի ազդեցություն բոլոր ուժային կառույցների նկատմամբ, հրապարակայինորեն հայտարարում է. Պարոն Ղուկասյանին տոների, պարոն Ղուկասյանը բառացիցի դեմ պետք է դուրս չկտրել քաղաքական եւ հանրային կյանքից։ Դա ասում է մի անձ, ով ունի ուժային բոլոր կառույցների, այսպես լծակները։ Դրանից հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորին ասում է. Պարոն Ղուկասյանը թող ճամփորդները հավաքի։ Չկար դեռ գործ։ Ոչ մի բան չկար, բայց իրենք արդեն տեղյակ են, որ պետք է ճամփորդները հավաքեն։ Այնուհետև պարոն Ղուկասյանի ձերբակալման օրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության բոլոր պատգամավորները օպերատիվ կերպով, համակարգված աշխատանքով սկսում են տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հատվածական համացանցում գծած ձայնագրությունները, հատվածական եւ բոլորի այս շղթայի մեջ տարածելով այդ ամեն ինչը համակարգված ձևով մեկնաբանություններ են տալիս վիրավորական, այդ թվում նաեւ ազգային ժողովի անդամ։ Հիմա այս շղթայի մեջ ցույց տվեք մի հատ քրեական գործ, մեկ այլ քրեական գործ, որտեղ քաղաքականությունը այսքան շատ համակարգված, շղթայված լինի կոնկրետ քրեական գործի։ Վարչապետի հայտարարություն, պատգամավորի հայտարարություն, որ պարոն Ղուկասյանը ձեռք չունի ճամփորդները հավաքելու է, մի քանի օր անց ձերբակալություն եւ ԿՊ-ի բոլոր պատգամավորների հայտարարությունները եւ վիրավորական արտահայտությունները։ Կոռուպցիոն բնույթի հանցագործությամբ ձերբակալված քանի անձի նկատմամբ են այդ աշճան վիրավորանքներ հնչեցել ԿՊ պատգամավորները, որ կան այս դեպքում։ Դա արդեն քաղաքական վերաբերմունք է, դա քաղաքական թիրախավորում է եւ քանի որ քաղաքական իշխանությունը ունի նաեւ ուժային լծակներ, քաղաքական առումով թիրախավորված անձի նկատմամբ կիրառում է ուժային լծակներ։ Սա իրավաբանություն է, ես քաղաքականության պետք չէ որ զբաղվեմ այս ամեն ինչը հասկանալու եւ ֆիքսելու համար։ Եվ այս ամեն ինչը ասելու համար հիմքը ես չեմ կորինել։ Հիմքը տվել է այսօրվա քաղաքական իշխանությունը այս ամբողջ շրջայով։ Եթե կատարվել է հանցագործություն, թող հանցագործություն քննող մարմինները անեն։ Ինչու է քաղաքական դերակատարները ուղղորդում քննությունը կամ նախապես նախանշում թե պարոն Ղուկասյանի հետ ինչ է լինելու եւ մի հատ հետո արդեն սկսում են ամենավերջին վիրավորական որակումները, ընդ որում նույնիսկ չարգելով ամերիկյան կանխավարկածը անձին ներկայացնում որպես վերջնականապես հանցագործության համար դատապնեղավոր ճանաչված անձ։ Հիմա եկեք ասենք դատարանը անկախ է, ասենք դատախազությունը անկախ է, ասենք հակակոռուպցիոն, ասենք բոլորն անկախ է, գետնի վրա որևէ մեկն անկախ չեն պատվաժան դատարան։ Չի կարող դատախազությունը վարչապետից անկախ լինի, չի կարող ԱԱՑ-ն վարչապետից անկախ լինի, չի կարող հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետից անկախ լինի, ուղղակի չի կարող։ Հիմա եթե պետք է մենք մեզ հույս տալու համար համոզելու համար ասենք անկախ է, ասենք, բայց անկախ չէ։ Հիմա այս բոլոր կառույցների ձեռամբ է ստեղծվել այս գործը։ Եվ ձեռամբ ստեղծված այս գործը նաև այդ քաղաքական դերակատարներով բերե հասցրել է այստեղ։ Հիմա մենք չասենք, որ սա քաղաքական դերտապատճառներով ստեղծված գործ է, իսկ եթե կա քաղաքական դերտապատճառներով ստեղծված գործ, կարելի է սադրել ցանկացած գործողություն եւ հետագայում ծաղկակար անել ձայնագրությունները բերել կպցնել իրար
Եվ ասել, որ անձը կատարել հանցանք։ Հիմա այս որակի ապացույցների վրա ազդեցություն գործատեղելու լեգիտիմ շարժabiliություն Վարդան չի կարող ունենալ նաև այն պատճառով, որ այս հետագայում հետազոտման ժամանակ ցույց կտամ, որ շատ բառեր քննիչները հանել են, շատ բառեր քննիչները ավելացել են էական նշանակություն ունեցող բառեր։ Շատ բառեր քննիչները գրում են չի հասկացում, երբ հասկացում է եւ դա խոսում է Վարդան Ղուկասյանի ակնհայտ անմեղության մասին։ Այս որակի վրա ազդել չկա կարող։ Նոր հանցանք կատարելու ռիսկը պատվարժան դատարան այլ ընտրանքներ կան, եթե լավ մարդ է, հիմա ասենք քաղաքապետը կարող է մի բան անի։ Կամ տնային կալանքի դեպքում անձը նույն վիճակի մեջ է կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով, ինչ հիմա։ Ուղղակի կերման պայմաններն է, ազատությունից ձերման կերման պայմաններն է տարբեր պատվարժան դատարան, այս դեպքում քերակատարական հիմնարկում է, այն դեպքում տանն է։ Բայց երկու դեպքում է մենք խոսում ենք, գործ ունենք կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով անձին ազատությունից ձերման է։ Հաշվի առնելով անձի տարիքը, հիվանդությունները, վաստակը, պատվարժան դատարան Հովհաննես Թումանյանի տուն թանգարանը մի ամբողջ պետություն պատրաստ է ուղղակիորեն գումար չունենալու պատճառով, այդպես ասած, թողեն Բախտի Քմաչուկի։ Այս մարդն է այդ տուն թանգարանը որպես ազգային արժեք թրքել։ Եվ հիմա հայ համայնքինն է։ Անի փլատակ եկեղեցու կրկնապատկերը Գյումրիում է։ Գյումրիում է։ Եվ դա Վարդան Ղուկասյանի շնորհիվ շատ այլ բաներ ես շատ ցայտուներ եմ ասում։ Այսինքն այն ժամանակ, որ անձը զրկանքներով դա անում է, ասում ենք արեց, բայց երբ որ գալիս է այսպես պահերը, մենք անձու ունենք որպես բնութագրող հատկանիշ չենք ուզում, նկատի ունենք, թե ում հետ գործ ունենք, ինչպիսի վաստակի անձի հետ գործ ունենք, թե մարդը ինչ արել է, վաստակ ես մոտ չունի են բարոյական կերպարը, ով ոչ վկաների վրա կազդի, ոչ քննությանը կխոչընդոտի, ոչ առավել ևս փախուստի կդիմի, ոչ նոր հանցանք կկատարի։ Հետևաբար այդ ընտրանքները առավել կամ բավարար են առնվազն բարույթի այս փուլում հանրային եւ մասնավոր շահերը հավասարակշռելու համար։ Կա նաեւ այլ հանգամանքներ, որին գործընկերը կներկայացնի։ Հետևաբար ամփոփելով խոսքս պատվարժան դատարան կարծում եմ, որ բարույթի այս փուլում առհասարակ կալանքը չի կարող դիպել անհրաժեշտ անձի պատշաճ վարքագիծը հնարավոր է այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ, եթե դատարանը կգտնի, ես կարծում եմ, որ ազատությունից ձեռքբերման կապված որևէ խափանման միջոց անհրաժեշտ չէ կիրառել, բայց դատարանը կգտնի, որ այս փուլում որոշակի ազատության սահմանափակումը անհրաժեշտ է հանրային մասնավոր շահերի հավաքշռման համար, առնվազն տնային կալանքը պատվարժան դատարան կարծում եմ, որ առավել կամ բավարար է հնարավոր բոլոր մտահոգությունները պարատելու։ Շնորհակալություն։ Պատվարժան դատարան ես փորձեմ չկրկնվել, այդ ամենայն պետք է անդրադառնամ կոնկրետ գործում ամսի 21-ին, հոկտեմբերի 21-ին ընջի կողմից այլընտրանքային խափանմիջոցն դրած հնդրելու վերաբերյալ, մասնավորապես այն տիրույթում, երբ ամսի 3-ի նույն այդ որոշման, վերադաստակացի որոշման, վերացվել է կոնկրետ տվյալ խափանմիջոցը, այլընտրանքային խափանմիջոցը, մասնավորապես հետևյալ հիմնավորումներով որոշման մեջ նշված է նույն օրենսգրքի 38 հոդվածի համաձայն միշտ տեղեկատվություն վերադաստակացել վերացնում հսկող դատախազի անօրինական կամ անհիմն որոշումները եւ հանձնարարությունները։ Ըստ էության փաստացի ընդունել է այդ հանգամանքը պատվարժան դատարան, որ կայացվել է որոշում եւ դա վերադաստակացի կողմից վերացվել է, բայց այս ընթացքում պատվարժան դատարան Վարդան Ղուկասյանը ըստ էության գտնվել է կալանքի տակ։ Մենք տարբեր միջոցներով օրինական, քրեադատաբարական գործիքակազմ օգտագործելով տարբեր միջոցներով համապատասխան միջնորդություններ ներկայացրել են, սակայն այս բանը է տեղեկացնեմ, որ ներկայացվել է նաև դատարան հանգուցության դեմ կատարված գործողությունները։ Սակայն պետք է ասեմ, որ այս բանը դուք եք բարդ իրականացնում արնել։ Մենք հարագայում մեր կողմից ներկայացված այդ միջնորդությունները բարդ իրականացնում ամենը հանդիսանում էր կյանքչականը, այս դեպքում դուք եք բարդ իրականացնում արնել եւ դուք պարտավոր եք արձանագրել այդ հանգամանքը եւ ըստ էության, եթե անձի վերաբերյալ ընտրված է այլընտրանքային խափանմիջոց, այս նույն ռեժիմով չի կարող, այսինքն չի կարող երկարացվել, այսինքն այս դեպքում պետք է անձը ազատ արձակվել եւ նոր հանգամանքի այդ կարող պայմաններում իրականացնել այդ փոփոխությունը, սույն դեպքում քանի որ դեպի կրկնում ենք դուք եք այս բանը բարդ իրականացնում արմինը, դուք պետք է
հանգամանք հաշվի առնել եւ կայացնել համապատասխան որոշում անձին ազատ արձակելու վերաբերյալ։ Հաջորդ հանգամանքը պատվեժանական ես կանոնադառնամ նաեւ հիմքերին, մասնավորապես կանոնադառնամ հարգարժան դատախազի ներկայացրած փաստարկներին։ Չի կատարի իր վրա տրված նաեւ վարույթի փոփոխության հետ կապված, վարույթային փուլերի փոփոխության հետ կապված։ Պատվեժանական Վարդան Ուգասյանի վերաբերյալ խախտումից խալանք ընդրվել է անիճապես ձերբակալումից հետո, այսինքն այդ բարձ է, որ այդ փուլում վարույթ իրականացնում անում կոնկրետ քննչական այդ բազմածավալ գործողություններ կա, եթե նույնիսկ ընդունենք այդ բանը, այսինքն փուլային տարբերությունը նույն մագարտակի դիտել կարծում եմ որ ժամիկ չէ, մենք տրամաբանության, որ այդ փուլում հավաքագրվում են ավացույցներ, գործողություններ իրականացում, ավացներ են ձեռք բերում, ակտիվ գործողություններ, բայց այդ փուլը համադրել, որ մեղադրանքի բոլոր ավացները արդեն հավաքված են։ Բավարար է քննադատել, չէ՞, մեղադրողը, որ գործը ներկայացրել է դատարան։ Հիմա այդ պայմաններում նույն հաշտության վրա կարելի է դիտել, կարծում եմ ոչ, դրա վերաբերյալ նաև Եվրոպական դատարանը բազում որոշումներ ունի կայացված, մասնավորապես առանց, որ ժամանակի ընթացքում նաև այդ յուրաքանչյուր ռիսկը, որը եղել է թեկուզ այդ սկզբնական փուլերում բարձր, ժամանակի անցում այդ ռիսկերը նվազում են։ Իսկ առհասարակ փուլային փոփոխության դեպքում, երբ ամբողջությամբ հավաքված է մեղադրանքի բոլոր ավացույցները եւ գործը ներկայացվել է դատարան, մասնավորապես նոր հանցանք կատարելու, ինչպես նաև գործին խոչընդոտելու ռիսկերը էականորեն նվազում են։ Հիմա անդրադառնամ կոնկրետ այն հանգամանքին, թե ինչ է ասում հարգարժան մեղադրողը, որ կարող է ազդել վկաների վրա։ Ինչպես գործընկերս նշեց, հարգարժան 17 վկաներից եւ ոչ մեկ ուղիղ, այսինքն մեղադրական բնույթի ցուցմունք չի տվել Վարդան Ուգասյանի նկատմամբ։ Այդ պայմաններում արդյոք Բոժջամիլը գնահատել, որ Վարդան Ուգասյանը այս հանգամանքներով պայմանավորված հայտնվելով ազատության մեջ, նորից դիմի ինչ-որ մի քայլի քաշ դարձելով, որ իր վրա տրված պարտականությունները, այսինքն թեկուզ խոչընդոտելու հանգամանք հաշվի առնելով, նորից կհայտնվի անազատության մեջ այդ պայմաններում։ Արդյոք Բոժջամիլը դա գնահատել։ Նամանավանդ, արդյոք անհրաժեշտ է դրա անհրաժեշտությունը, առկա է դրա անհրաժեշտությունը, երբ ելեմ կրկնում, այդ 17 վկաներից եւ ոչ մեկ մեղադրական բնույթի ցուցմունքներ չի տվել վերջինիս նկատմամբ, ուղիղ ցուցմունքներ։ Մյուս հանգամանքը պատվեժան դատարան, եթե նույնիսկ պայմանական ընդունենք, այդ մասկացուցմունքները արդեն արձանագրված են, առկա են։ Պայմանական ընդունենք, ինչ որ փոփոխություններ կլինեն այդ ցուցմունքների մեջ։ Արդյոք դատարանը դա չի գնահատել։ Կարծում եմ, որ այդ հանգամանքների համադրություն ամբողջությամբ կարադում են բոլոր կասկածները, որոնք ներկայացվեց հարգարժան մեղադրողը։ Հաջորդը նոր հանցանք կատարելու հետ կապված, հարգարժան մեղադրողը մի քանի հանգամանքներ նշեց, մասնավորապես հիմնականում այդ հանգամանքը կապեց այս նույն դատարանում քննվող մեկ այլ գործով, սակայն ես անհատացրել եմ պատվեժան դատարան, հենց այդ եվրոպական դատարանի մի քանի որոշումներ, դրանք շատ կարճ են ընթերց են, որոնք ուղիղ հակասում են այդ տրամաբանությանը, անձանցալին հղում անելը բավարար չի կարող համարվել արդարացնելու, նրան ազատ արձակելը, սա եվրոպական դատարանի Բյուլերն ընդեն Ֆրանսիայի գործով 1997 թվականի մարտի 17-ի թիվ 11.802.93 հանգարդի վերաբերյալ է։ Իսկ հաջորդը Եվրոպական դատարանի Բիցել ընդեն Խորվաթիայի գործով 2014 թվականի հունվարի 31-ին 2824.09 վճռով իրավական դիրքորոշում է արտադրել այն մասին, որ միայն նախկինում կատարված հանցագործության պաշտոնական բացահայտումը այն է, վերջնական դատվածությունը կարող է 5 ամիսանալ նախկինում դրսևորված լինելու հիմքով անձի նկատմամբ կալանքը որպես խախտամիջոց ընտրելու համար։ Միայն այն փաստը հիմք ընդունել, որ առկային անձին եւ դերևս ընթացքի մեջ կդրող քրեական գործեր, որոնց անձը մեղադրում են հանցավոր արարք կատարելու մեջ, անխուսափելիորեն կվկայի այդ արարքի կատարման մեջ անձի մեղավորության մասին։ Նշվածը կհանգեցնի միաժամանակ քննվող քրեական գործով անձի անմեղության կանխավարկվածի սկզբունքի խախտման։ Այս համատեքստում պատվեժան դատարան կարծում են, որ նոր հանցանք կատարելու ռիսկը այս պայմաններում ամենախիստ խափամիջոցի ընդրության եւ այլընտրանքային խափամիջոցների ընդրության համատեքստում կարող են ամբողջությամբ շեզոկացվել, եթե նույնիսկ առկա է։ Տեսեք, Եվրոպական դատարանը ինչ ասում է պայմաններում, որ կոնկրետ գործին հեղում կատարելով դա ուղիղ ամենության կանխավարկածի խախտում է։ Եվ այս պայմաններում նաեւ մեր դատարաններում
հենց այդ հիմնավորումներով պատվիրժան դատան արձանագրումներ առկա են բազում։ Հաջորդ հանգամանքը պետք է նշեմ հետևյալը, որ արդյոք տվյալ փուլի համար, եթե նույնիսկ ինչ-որ ռիսկեր կարող է լինել, բնականաբար դատանը դա պետք է գնահատի, բայց մենք ներկայացնում ենք համապատասխան նոր քրեական դատավարության օրենսգիրքը այդ առումով շատ ճկուն է, ի տարբերություն նախկին օրենսդրության։ Այսինքն ունենք, տեսեք, այս դեպքում չունենք փախուստերից առհասարակ դատարանները դա չեն արձակել, նշել են մեղադրողի խոսքում դրան առհասարակ չանադարձավ, քանի որ դա առարգայազուգ է։ Հիմա ունենք կապամիջոցների տեսակներից տնային կալանք, վարչական հսկողություն, երաշխավորություն, ինչպես նաև պաշտոնավարման կասեցում։ Այդ Այդ խապամիջոցների տեսակները պատվիրժան դատարան կարծում են, որ ամեն ռիսկերով կապված կարող են իրենց ազդեցություն ունենալ, զսպելու այն բոլոր հնարավոր գործոնները, որոնք կարող են իհայտ գալ։ Հիմա այս դեպքում մենք դատարանին որպես լրացուցիչ երաշխիք նաև ներկայացնում ենք երաշխավորներ, ովքեր իրենց հեղինակությամբ երաշխավորություն որպես երաշխավոր հանդես կգան, նաև դատարանում կներկայացնեն եւ այդ անձանց իրենց հեղինակությունը նաև կարող է զսպել եւ չեզոքացնել այն բոլոր հնարավոր ենթադրյալ ռիսկերը, որոնք կարող են գոյություն ունենալ։ Ես ներկայացնում եմ դիմումներ, մասնավորապես Վահան Վարդանի Պիջարչյանի եւ Մհեր Ալբերտի Մերկոնյանի Էսպայն երկուսի կողմերն են առհասարակ, ովքեր նաև կգնում են դալու պատվիրժան դատարան, Էսպայն հրավիրեք, որպեսզի վերջիններս պատգամավորներից հիմա ես ճիշտ եմ նաև Էսպայններ ճիշտ եմ նաև ովքեր են ներկայացել, ովքեր են պատրաստ կանել երաշխավորության եւ դիմումի տեսքով ձեզ կներկայացնեն։ Անհրաժեշտ է ընդվիճում հայտարարել։ Ես իմ ելույթս ունենամ, հա, ես իրավունքունը չես ասեք։ Պատգամավորներից Գարնիկն է Դանելյան այստեղ, Գեղամն է Մանուկյանը այստեղ եւ 3 պատգամավոր են, որոնք հիմա հենց պատրաստ են ստանցնել երաշխավորի պարտավորությունները։ Այսինքն դատարանի դահլիճում գտնվում են, դատարանն իրենց կարող է արդեն այդ պահանջի ներքո Ավարտեցիք դուք։ Ես ներկայացրեցի նաև երաշխավորությունը եւ ելի նորից քանդում եմ պատվիրժան դատարան։ Ես նրանում եմ հակված, որ քսույն գործով դատարանը պետք է մեժի, քանի որ այս ռեժիմով չի կարող մեժի առհասարակ ազատի Վարդան Ղուկասյանի կալանքից, քանի որ ինչպես նշեցիք, վերջինս վերաբերյալ ընդրվել է անընդրանքային խափամիջոց, հետո վերացվել է, այսինքն այս պայմանությամբ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ չկա որևէ խափամիջոց ընդրած, այդ համաբանությամբ բացակայելու արդյունքը դեռ հարցական է, չգիտեմ։ Բայց այնուամենայնիվ պատվիրժան դատարան, չգիտեմ դուք ինչ որոշում կկայացնեք, մեր խոսքը մեր ասածը հետևյալում է կայանում, որ այլընտրանքային խափամիջոցների կիրառմամբ, դրանց համառության կիրառմամբ հնարավոր է ամբողջությամբ ապահովել Վարդան Ղուկասյանի իրավաչափ վարկագիծի դրսևորումը եւ կանխել դրա բոլոր դրսևորման ռիսկերը։ Ես նաև միջնորդում ենք, որպեսզի տնային կալանք, հերթականությամբ ըստ փաստացման տնային կալանք խափամիջոցի հետ նաև իրավի երաշխավորություն խափամիջոցը, ինչպես նաև քարակ խափամիջոցը, եթե քարակի չափի ընտրությունը թողնում ենք դատարանի հայցողությանը, սակայն մինչև 5 միլիոն դրամի չափով։ Կարծում եմ, որ դա բավարար է այդ ամբողջ երաշխիքները, այդ մեր հարգարժան դատախազի կողմից նշված բոլոր այն անհավանական ռիսկերը կանխելու նկատառումներից ելնելով։ Շնորհակալություն։ Պատվիրժան դատարան, ես ուզում եմ մի եւս անդրադառնալ, որ սա քաղաքական պատվեր է իմ նկատմամբ ոչ թե այսօրվա դրությամբ, այլ 2007 թվականից է գալիս այս ամեն ինչը, երբ որ 99 թվականին ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, ուրեմն քաղաքում ոչ մի ներդրում չկար, լույսերը մահաց էր, 50 լուսակետ կար։
Իմ օրոք կառուցվել է 17,000 բնակարան։ Երկրաշարժից հետո բոլոր քաղաքապետերը իրար հետ իմ կիսուչափ բնակարան չեն կառուցել։ Այսօրվա իշխանությունը արդեն 8 տարի է, 2 շենք չի կառուցել։ 40-ից 45,000 տնակ են հեռացրել մեր քաղաքում։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքները եւ գյուղերը իրար հետ բացի Երևանից անհատը մասնավորը այդքան շենք շինություն չի կառուցել, ոնց որ իմ օրոք 100-ից 120 միլիարդ դրամի շինարարություն է արվել եւ դրա համար արժանացել եմ Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահների, բոլոր վարչապետերի եւ ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ռուսաստանի կաթողիկոսի ամենամեծ պաշտպանների։ Այս ամեն ինչը նկատի ունենալով, ուրեմն 2007 թվականի մահափորձը, որ եղավ, ես ուզում եմ, որ մեղադրող կողմը ավելի շատ իրենք մի կարևոր փաստի անդրադառնան, որ հիմա բարձրաձայնում եմ հավանական է առաջի անգամ, ուրեմն Մկրտումյան դատավորը գլխավոր, որ տունը հարձակում կատարվեց, ուրեմն այդ ավտոմատը, այն ավտոմատներ, որոնք կրակել էին մեզ։ Դրանից հետո, երբ որ ասում են դուք այսքան մարդ եք սպանել, նա ասում է, թե գիտեք ինչ կա, այս ավտոմատը ինձ տվել է կարամելի արուտը։ Կարամելի արուտը խփում են ուրեմն յուվեցի կարոյին, մի ամիս հետո կարամելի արուտը մահանում է ու այդ գործը փակվում վերջանում է։ Այ մեղադրող կողմը թող մտածի, կարևոր 4 հոգի մարդ է մահացել, 4 հոգի վիավորվել է, մինչև այսօր գործը չեն բացահայտել, օդի միջի գործերը վերևերես կարում են, չհաշված այդ, որ ասես թե իր վրա այստեղ եւս գործեր կան, ուրեմն այն ժամանակ պատկերացրեք Միքայել Վարդանյանի, Համբարձումյան Կարլենի, բոլորը քաղաքապետեր են։ Դրանից հետո Բալասանյան Սամվելի ժամանակահատվածի գործերը բերել են իմ վրես նորից, ասում են Ղուկասյան Վարդանը սրանց պիտի պատասխան տա։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում նախկին բոլոր քաղաքապետերը 90%-ով դատվում են։ Լոկները համար, որ ձայները կտրեն, ձայն չանեն, բերեն թուրքերին բնակեցնեն, ինչ ուզենան անեն Հայաստանի Հանրապետությունում։ Այն քաղաքապետերը, որոնք իսկական ժողովրդի կողմից ընտրվում են, որոնք ոչ կաշարկով, ոչ կեղծիկով ընտրվում են, դրանք այսօր ուրեմն քաշկոծվում են, բանդարկվում են, դատապարտվում են, ձայները կտրում են այդ քաղաքապետերի։ Գիտենաք, որ ես ուզում եմ եւս մեկ անգամ բարձրաձայնել, ուրեմն ես ասեցի 85 միլիարդ տանում են, քաղաքին 4 միլիարդ են տալիս։ Դրա համար առաջի անգամ 37 տարվա մեջ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինը պետք է դատի տար Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Դա ոչ կլիներ դեմոկրատական երկիր, որը կոպիտ խախտում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության 185-րդ եւ 186-րդ հոդվածի եւ տեղական ինքնակառավարման 86-րդ հոդվածներով։ Այդ դրա մեծամասնությամբ դեկտեմբերի 7-ին անցել է 10 օր, ոչ մեկը չլսեցի ոչ մեկի բերանից։ Եկան Գյումրի, Շիրակի մտան, Աստվածածնա եկեղեցին, շոուն կազմակերպեցին ու դուրս եկան գնացին։ Միակ չասեցին, թե բնակար 2500 հոգի անօտևան կա, անցել է 37-ը, մի ամիս հետո 38 տարի, վերջ այդ մարդկանց հարցերը ինչ պետք է լինի։ Ես իրանց բարձրաձայնել եմ, ասեք ձեր ծրագիրը, թե կոնկրետ 38 տարի Գյումրին համարվում է Հայաստանի Հանրապետության ամենաանապահով, ամենաաղքատ ուրեմն քաղաքը։ Ինչ միջոցներ եք կիրառելու, ինչ եք մի բան չլսեցին բացի շոուներ կազմակերպելուց։ Եվ ասում են, ես բարձրաձայն ասում եմ, չի կարող որևիցե մեկը լինի, որ կա ինձ հետ, ասի թե ես կաշառքի այդ խնդիրը ուրեմն պայմանավորվել եմ, կամ այդ Գասպարյան Հենրիկը 13 տարի հետս աշխատել է, մի հատ կոկա-կոլա չի բերել ինքնձի իր կողմից դաժե հյուրասիրել։ Ես որ եկել եմ քաղաքապետ, ասել եմ առաջինը Գասպարյան Հենրիկին եմ ազատելու։ Մտել եմ կաբինետս, ասել եմ ԱԱՑ-ին, տղաներ ինձ լսում եք, ուրեմն ես այդքան ապրած 65 տարեկան սաղկյան, հիմա որ շորերս հանեմ, չոր Հայաստանի քարտեզ դեղնի, մետքան վերես 5 հատ ավտոմատի փամփուշտը մեջս է։ Այդ տները որ կառուցված է, հիմա այրան գնով է կառուցված։ Այսպես հեշտ ու հանգիստ աշխատավարձ ստանալ, ձեր երեխեքին պահել, մեզ էլ կործանել, բարձյալ Աստծով այեղ դատաստանը կթափի ձեր գլխուն, այդքան բան, շնորհակալություն։ Պաշտպանների կողմից ներկայացվեցին դիմումներ Մհեր Ալբերտի Մելքոնյանի կողմից, Իոնի համաձայն վերջինս նշել է հետևյալը։
Պատվարժան դատարան, ես Մհեր Ալբերտ Մելքոնյանս պատրաստ եմ երաշխավորել, որ թիվ ՀԿԴ 0332-0125 քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Վարդան Ղուկասյանը քննության ընթացքում կդրսևորի պատշաճ վարքագիծ եւ կկատարի օրենքով իր վրա դրված պարտականությունները։ Հարգանքով Մ. Մելքոնյան, ստորագրություն։ Պնդում եք ձեր կողմից ներկայացված դիմումը։ Պնդում եք։ Այդ դուք տեղյակ եք, թե ինչ մեղադրանք է ներկայացվել մեղադրյալ Վարդան Ղուկասյանը։ Շնորհակալություն, նստեք։ Վահան Վարդանի Բիչախչյան, ձեր կողմից նույնպես ներկայացվել է դիմում, որի համաձայն ես Վահան Վարդանի Բիչախչյանս պատրաստ եմ երաշխավորել, որ թիվ ՀԿԴ 0332-0125 քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Վարդան Ղուկասյանը քննության ընթացքում կդրսևորի պատշաճ վարքագիծ եւ կկատարի օրենքով իր վրա դրված պարտականությունները։ Հարգանքով ստորագրություն ազգանում։ Պնդում եք ներկայացած դիմումը։ Դուք տեղյակ եք, թե ինչ է մերձագրվում մեղադրյալը։ Այո, Շնորհակալություն, նստեք։ Նոր դիմում ստացվեց նաև Գառնիկ Դանելյանի կողմից համանման բովանդակությամբ։ Պարոն Դանելյան, պնդում եք ձեր կողմից ներկայացված դիմումը։ Դուք ևս տեղյակ եք մերձագրվող արարքի։ Այո, տեղյակ եմ, պնդում եմ, որ այդ միջնորդությանը միանում են եւ համոզված են, որ քարոզարժան Վարդան Ղուկասյանը այն փոխանցմիջոցով կա, չի փոխանցի եւ պնդում եմ, որ փոխանցմիջոցը նաեւ մեր երաշխավորությամբ նշանակալ է։ Շնորհակալություն, նստեք եւ ստացվել է Աժպատգավոր Գեղամանուկյան, ես Աժպատգավոր Գեղամանուկյանս պատրաստ եմ երաշխավորել, որ թիվ ՀԿԴ 0332-0125 քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Վարդան Ղուկասյանը քննության ընթացքում կդրսևորի պատշաճ վարքագիծ, կկատարի օրենքով իր վրա դրված պարտականությունները։ Պարոն Մանուկյան, պնդում եք ներկայացված դիմումը։ պատվարժան դատարան, բայց ուզեի մի քանի կարծիք։ Պատվարժան դատարան, մենք ներկայացնում ենք մի ազգային ժողով, որի աչքի առաջ արդեն տևական ժամանակ տեղի ունենում հանցագործություններ։ Մեր աչքի առաջ է եղել, որ Նիկոլ Փաշինյանը համակարգչով ստատուսներ է գրել Սամվել Կարապետյանի մասին եւ ազգային ժողովի դալիճից դուրս են եկել ԱԱԾ ոստիկանությունը Սամվել Կարապետյանի տանն է ու հիմա ինքը գտնվում է անազատության մեջ։ Մենք ենք եղել ազգային ժողովի դալիճում, որտեղ Նիկոլ Փաշինյանը սպառնում էր Վարդան Ղուկասյանին ու այդ պաշտպանները խոսեցին ու Վարդան Ղուկասյանի դեմ տեղնեցավ այդ հարձակումը։ Մհեր Մելքոնյանի հետ եղել ենք Գյումրիի քաղաքապետարանում այն պահին, որ ամբողջ Հայաստանի ոստիկանական համակարգը լցրել էին Գյումրի։ Ու պետք է անկեղծ ասեմ, եթե Վարդան Ղուկասյանը այդ օրը չցանկանար որևէ կերպ իրավապահների ենթարկվել, վստահեցնում եմ, որ դժվար թե որևէ մեկը կարողանա նրան քաղաքապետարանից հանել, որպեսզի որևէ բախում չլինի, որպեսզի ամեն ինչ լինի օրինականության շրջանակներում, Վարդան Ղուկասյանը ինքնակամ ներկայացավ։ Ես եղել եմ պատգամավոր, որ 2 օր շարունակ Հայաստանի տարբեր ժամանակավոր մեկուսարաններում գնացել եմ խեղճ ու կրակ գյումրեցիներին հատիկ տեսել եմ։ Զիբի աղբի մեքենայի վարորդ, հավաքարար, հոգեկան խնդիր ունեցող, որոնց տասնյակներով բռնել են լոկ մի բանի համար, որ ասեմ Վարդան Ղուկասյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ։ Այդ բոլոր մարդիկ խեղճ ու կրակ, արդեն անեկդոտ էր դառել, այդ աղջետուշիկելի համար առավոտը պարեկները բռնել են, իրիկուն արդեն մեղադրանք առաջադրված բոլորին մեկուսացրել են։ Եվ այս առումով իրականում նայեք պաշտպաններ միջնորդում են տնային կալանք եւ այլ խափանամիջոցներ, հանրային մեղադրողներ հղում է տալիս, որ կարող է վկաների վրա արժել։ Նա դատարանների կողմից տևական ժամանակ Հայաստանում այլևս քաղաքական նպատակներով կա եւս մի պատժի տեսակ, դա կոչվում է տեսակցությունների վրա արգել։ Ես որպես ազգային ժողովի պատգամավոր իրավունք չեմ ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այցելել։ Տեղակայել, որ հիմա ազգային ժողովում նախագիծ են շրջանառում, որպեսզի արգելքը պատգամավորների վրա չտարածվի։ Ինչի համար են անում։ Ուղղակի քաղաքական պատճառով ավելի խիստ պատժելու։ Այստեղ հանրային պաշտպանը ասում է, թե վկայի վրա կարող է ազդեցություն ունենալ։ Ենթադրենք կա այդպիսի վկա։ Վարդան Ղուկասյանը անազատության մեջ է, տեսակցությունների վրա արգելք կա։ Ավելացրեք ընտանիքի անդամներն չտեսնի։ Եթե թող
հանել մեղադրողը մի հատ վկայի անուն տա, այդ վկայի ցուցմունքը Հարություն Աշճան փոխեն։ Վարդան Ղուկասյանի ազատության մակարդակի հետ կապ չունի վկայի ազդեցություն։ Նույն այս հակակոռուպցիոն դատարանում արդեն 3 տարուց ավել մի գործ է քննվում, որի մասին 100 անգամ ազգային ժողովում խոսել է։ 170 քանի վկայի անվան տա, պատճառաբանելը, որ 170 քանի վկական զինվորականներ կեսը Հայաստանում չեն, 3 տարի Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պահում էին անազատության մեջ, էլի նույն պատճառով, որտեղ Նիկոլ Փաշինյանը նրան կարգել էր որպես մեղադրյալ։ Եվ այս առումով որևէ խափանման միջոց սահմանափակում չի մտցնում, իսկ պատգամավորների երաշխավորությունը ամենը գիտակցում է մեր խոսքի արժեքը։ Եվ այս առումով այն պատասխանատվությունը բարոյական քաղաքական, որ ունի Վարդան Ղուկասյանը գյումրեցիների առաջ, եւս միացնում ենք մեր անհատական որպես պատգամավոր, որպես կուսակցության անդամ, Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության անդամ, այդ ամբողջ պատասխանատվությունը, որպեսզի գիտեք իրականում շատ կարճ ասել, 18 թվականից Հայաստանում մի մար հարձակվում է դեր դատական համակարգի վրա, դրա համար Դավիթ Գրիգորյանը, ձեր կոլեգա, մինչև հիմա իր իրավունքներն է պաշտպանում, պաշտպանելով ամբողջ դատական համակարգ, հարձակվում է զինվորականության վրա, հարձակվում է տեղական ինքնակառավարման վրա, աբսուրդ է, բայց Հայաստանի երկու խոշոր երրորդ քաղաքների քաղաքապետերը քաղաքական նպատակով անազատության մեջ են հայտնվում։ Լավ, հանուն մեր երեխեքի ապագայի կտրենք ես միտեղ, ասենք որ չէ, կարան որոշում կայացնենք կոնկրետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար, այսքանը, շնորհակալ եմ։ Այդ դատարանը նախքան պաշտպանական կողմին ավելի ճիշտ խափան միջոցի ըստերության հարցը։ Դերասան Լևոն Հարությունյանը, որի դուք եք տալիս երաշխավոր, որի դուք եք տալիս մոտեվա։ Ես նաև դրա տիմով կա։ Մեկը ժողովուրդ դուրս եկեք ներս գայելի տեղ չկա։ Խնդրեմ դուրս եկեք։ Լևոն Հարությունյան, դատարան ներկայացվեց ձեր կողմից ստորագրված դիմումը, որի համաձայն ես Լևոն Հարությունյանս պատրաստ եմ երաշխավորել, որ թիվ ՀԿԴ 03320125 հայտով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Վարդան Ղուկասյանը քննության ընթացքում կդրսևորի պատշաճ վարքագիծ եւ կկատարի օրենքով իրադրած պարտականությունները։ Ընդդում եք ներկայացված դիմումը։ Տեղյակ եք ինչ քրեական մեղադրանքի առաջադրված մեղադրյալին, ինչ մեղադրանքի ներկայացված։ Ընդհանուր առմամբ տեղյակ եք։ Այնուամենայնիվ այդ հանգամանքների հաշվառմամբ ընդդում եք դիմումը, դուք եք ստորագրել։ Շնորհակալություն, նստեք։ Այ հարգելի պաշտպանության կողմ դատարանը ձեր Տիկին Փոստանջյանի կողմից այսօր առավոտյան դատարան օգտագործված միջնորդությունների միայն վերնագրեր ընթերցեց, համարենք հրապարակված ձեր միջնորդությունները Տիկին Փոստանջյան։ Եթե ցանկանաք կարող եմ համառոտ ներկայացնել, որովհետև դատարանի ցանկանալով չէ դուք ես ցանկանում եմ, եթե հիմա այս հարցի հետ պետք է միանգամից անդրադառնաք։ Դե դուք եք նշել այդ հարցի հետ մեկտեղ բոլոր միջնորդությունները նույն համատեքստում ներկայացնում։ Տեսեք, մենք ներկայացրեցինք, որ Ավարտես անձը դոկտորյաններն այդ դատարանին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետ հուշամեդալով պարգևատրելու վերաբերյալ Վարդան Ղուկասյանի Սերո Բաչյանն են ներկայացնում են նաև Կարգավիճակի կողմից Ռուսաստան եւ այսօրվա ներկայացված հուշամեդալների վերաբերյալ համապատասխան կապացույցները միևնույն ժամանակ
Հովհաննես Թումանյանի տնագարանի հետ կապված վերնական հետ կապված, մանրամասն նշված է, չընթերցեմ դանրություն չտեսնում, կարգաժանական մասնավորապես արային, որ Վարդան Ուգասյանը նաև իդիվս այլ անձանց հետ իր ներդրումն է ունեցել վերնական բացմանը, մասնավորապես տականելու և նվիրաբերելու հետ կապված Շիրակի թեմից է նաև տեղեկան, կրում է առան, որ Գյումրիկակի Սուրբ ամենաբերկիչ եկեղեցին վերակառուցվել է Գյումրի քաղաքի Վարդան Ուգասյանի հովանավորությամբ Սուրբ նշանն է հետ գրված չի։ 2024 թվականի դեկտեմբերի 7-ին Լոնի Սուրբ Օդություն Տեր Կարիգին Տ. Ամենահայոց Պատվորդոսի հայրապետական ծերնամբ հայ եկեղեցու Սուրբ Տերգորուսավորիչ Բարձակում շքանշանի շնորհիվ հայ եկեղեցու բարերար Գյումրի քաղաքապետ Վարդան Ուգասյանն է։ Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Նարեկ եպիսկոպոս Հավաքյան։ Ընդդիմադիր եպիսկոպոսի գրազն Սա վիրարոս թեմի կողմից տրված համապատասխան է Ամբողջելով Վարդան դատարան չէ, ես երաշխավորության հետ կապված, տեսեք 5 անձի ովքեր քաղաքական մշակութային գործիչներ, պատգամավորներ ներկայացրեցին երաշխավորություն առային, որ Վարդան Ուգասյանը Քաղաքականության ընթացքում դրսևորի պատշաճ վարքագիծ և կատարի օրենքով տրված իր պարտականությունները։ Միևնույն ժամանակ այդ անձիկ քաջ գիտակցում են, որ երաշխավորում են մի անձի, ով նաև Վարդան Ուգասյանն է դա գիտակցում, որ եթե այդ վարքագիծը չդրսևորվի, վերջիններս կարող են ունենալ մեղադրանքի կարգավիճակ և ընդհանուր մինչև քրեական պատասխանատվության մոտարվեն։ Այդ պայմաններում սա կարծում են, որ կոնկրետ գործում երաշխիք է առայն, որ դատարանի մոտ նաև ողջամիտ բոլոր դիտողների մոտ ձևավորվի այն կայուն համոզմունքը, որ յուրաքանչյուր արտքա գոյություն ունենող պետուս մենտատերիալիստներ միայն այս հանգամանքով կարող են չկայացնել, որովհետև Վարդան Ուգասյանը կյանքում այդ քայլին չի գնա, հաշվի առնելով նաև մնացած բոլոր հանգամանքները։ Հիվանդությունների Տարբերակ դատարանցում կառավարության օրենսգիրքի 267 հոդվածի 3-րդ մասի կարգով անցկացնել դրամապակ դատականից հիշողություն ունենք, որի քննարկումը կրկին անհրաժեշտ է դրամապակ անցկացնել։ Այդ թվում այդ միջնորդություններից մեկը վերաբերում է այդ հարցին։ Հասկանալի է։ Հարգելի անհամբարվող որ դիրքորոշում եք Պատվաստան դատարանը ասած ես բովանդակությունը չգիտեմ, դեմ չեմ, որ մենք գնանք դրամապակ դատարանի հասկանանք բովանդակությունը, դրանից հետո Դատարանն արձանագրում է, որ դրամապակություն ենթադրող, այսպես ասած, բովանդակություն ունեցող հարցի քննարկումը ևս կարող է իրականացվել դրամապակության ռեժիմով։ Դատարանն արձանագրում է, որ անցնում է դրամապակ պաշտպանության կողմի ներկայացած միջնորդությունների քննարկմանը, հարգելի ներկաներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, խնդրում եմ դրսում սպասել։